Այս պահին, երբ դուք նստած եք եւ կարդում այս տողերը, ձեր մարմինը պտտվում է տիեզերական տարածությունում 1600 կմ/ժ արագությամբ։ Ոչ թե մոտավորապես, ոչ թե փոխաբերական իմաստով, բառացիորեն այս վայրկյանին։ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ, եւ դուք, ձեր աթոռը, ձեր տուրտունը, ամբողջ քաղաքը, բոլորը մասնակցում են այս անընդհատ պարին։ Բայց սա միայն սկիզբն է։ Նույն պահին երկիրը պտտվում է արեգակի շուրջ 107,000 կմ/ժ արագությամբ։ Արեգակային համակարգը պտտվում է ծիր-կատնային համակարգի կենտրոնի շուրջ 700,000 կմ/ժ արագությամբ։ Իսկ ինքը գալակտիկան պտտվում է տեղական գալակտիկաների խմբի կենտրոնի շուրջ։ Դուք երբեք ոչ մի վայրկյան չեք եղել անշարժ։ Երբեք։ Բայց ինչու։ Ինչու է ամեն ինչ պտտվում։ Ինչու չի կարող տիեզերքը լինել պարզապես անշարժ, հանգիստ, կայուն։ Պատասխանը թաքնված է մի օրենքի մեջ, որը գիտությունը բացահայտեց 300 տարի առաջ, բայց որի իսկական խորությունը մենք սկսեցինք հասկանալ միայն վերջին տասնամյակներին։ Այս օրենքը կառավարում է ամեն ինչ, սկսած ատոմներից մինչև գալակտիկաներ։ Այն բացատրում է, թե ինչու են ծնվում աստղերը, ինչու են առաջանում մոլորակները եւ նույնիսկ ինչու է հնարավոր կյանքը։ Այս օրենքը կոչվում է անկյունային իմպուլսի պահպանման օրենք, եւ այն հավանաբար ամենաանտեսված, բայց միաժամանակ ամենահզոր ֆիզիկական սկզբունքն է, որը երբևէ բացահայտվել է։ Երբ Իսահակ Նյուտոնը 1667 թվականին ձևակերպեց շարժման իր 3 օրենքները, նա դրեց ժամանակակից ֆիզիկայի հիմքերը։ Բայց նույնիսկ Նյուտոնը չէր կարող լիովին գնահատել, թե որքան խորն են նրա բացահայտած սկզբունքների հետևանքները։ Անկյունային իմպուլսի պահպանումը, այն սկզբունքը, որ պտտվող օբյեկտը կշարունակի պտտվել, եթե արտաքին ուժեր չխանգարեն նրան, դարձավ մի բանալի, որը բացեց տիեզերքի կառուցվածքի ամենախորը գաղտնիքները։ Բայց ինչպես է աշխատում այս օրենքը։ Պատկերացրեք ֆիգուրիստ, որը պտտվում է սառույցի վրա։ Երբ նա իր ձեռքերը մերձեցնում է մարմին, պտույտը դառնում է ավելի արագ։ Երբ բացում է ձեռքերը, դանդաղում է։ Սա չէ մագիա։ Սա անկյունային իմպուլսի պահպանումն է գործողության մեջ։ Պտտվող համակարգի ընդհանուր անկյունային իմպուլսը պետք է մնա հաստատուն։ Եթե զանգվածը կենտրոնանում է ավելի մոտ պտույտի առանցքին, արագությունը պետք է աճի հավասարակշռությունը պահպանելու համար։ Այժմ պատկերացրեք, որ այս սկզբունքը կիրառվում է ոչ թե ֆիգուրիստի, այլ գազի ամպի վրա տիեզերքում։ Ամպ, որը տարածված է միլիարդավոր կիլոմետրների վրա։ Ամպ, որը շատ դանդաղ, գրեթե անտեսանելի կերպով պտտվում է։ Այժմ պատկերացրեք, որ այս ամպը սկսում է կծկվել ինքնագրավիտացիայի ազդեցությամբ։ Ինչ կպատահի։ 1970-րդ թվականներին աստղագետ Ալան Բոսը Քեմբրիջի համալսարանում ուսումնասիրում էր աստղերի ձևավորման գործընթացները։ Նա օգտագործեց համակարգչային մոդելավորում, հասկանալու համար, թե ինչպես են գազի ամպերը վերածվում աստղերի։ Արդյունքները նրան ցնցեցին։ Նույնիսկ եթե սկզբնական ամպը պտտվում էր անհավատալիորեն դանդաղ, մեկ պտույտ միլիոն տարում, երբ այն կծկվում էր, պտույտի արագությունը դառնում էր աստղագիտական։ Գազի ամպը, որը սկսում էր իբրև անհաս, դանդաղ պտտվող կառույց, վերջում վերածվում էր արագ պտտվող սկավառակի, որտեղից ծնվում էին աստղերն ու մոլորակները։ Սա էր պատասխանը հարցին, որը տանջում էր աստղագետներին դարեր շարունակ։ Ինչու են գրեթե բոլոր աստղերը պտտվում։ Ինչու են մոլորակները պտտվում իրենց աստղերի շուրջ։ Ինչու է արեգակային համակարգը հարթ սկավառակի տեսք ունենում եւ ոչ թե գնդի։ Պատասխանը անկյունային իմպուլսի պահպանումը։ Տիեզերքը չի կարող մոռանալ իր պտույտը։ Նույնիսկ ամենափոքր սկզբնական պտույտը, երբ համակարգը կծկվում է, վերածվում է հզոր պտտման։ Բայց պատմությունը դեռ ավելի խորն է։ 1940-րդ թվականներին ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին Չիկագոյի համալսարանում աշխատում էր ատոմային ֆիզիկայի վրա։ Նա ուսումնասիրում էր էլեկտրոնների վարքագիծը ատոմներում եւ բացահայտեց ինչ-որ տարօրինակ։ Էլեկտրոնները ոչ միայն պտտվում էին ատոմի կորիզի շուրջ, այլև ունեին սեփական ներքին պտույտ, որը ֆիզիկոսները անվանեցին սպին։ Այս սպինը չէր կարող փոխվել։ Էլեկտրոնը չէր կարող դադարեցնել պտտվել։ Այն ծնվում էր պտտվելով եւ մնում էր պտտվող իր գոյության ողջ ընթացքում։ Սա էր հիմնարար բացահայտում։ Պտույտը, պտտումը, շարժումը, սրանք չէին պարզապես պատահական երևույթներ, սրանք էին տիեզերքի հիմնական հատկանիշները։ Նույնիսկ ամենափոքր մասնիկները, որոնք կազմում են նյութը, պտտվում էին։ Անկյունային իմպուլսը դարձավ այնպիսի հատկություն, որը նույնքան հիմնարար էր, որքան էլեկտրական լիցքը կամ զանգվածը։ Իսկ այժմ մտածեք այս մասին։ Դուք կազմված եք ատոմներից։ Ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմ պարունակում է էլեկտրոններ, որոնք պտտվում են։ Ոչ թե շարժվում են պարզապես, այլ պտտվում են, ունենալով անկյունային իմպուլս։
Ձեր մարմինը բաղկացած է տրիլիոնավոր փոքրիկ պտտվող օբյեկտներից։ Դուք բառացիորեն կառուցված եք պտույտներից։ Ձեր գոյությունը հնարավոր է միայն այն պատճառով, որ այս մասնիկները պտտվում են եւ պահպանում են իրենց անկյունային իմպուլսը։ Բայց եկեք վերադառնանք տիեզերական մասշտաբներին։ 1920-րդ թվականներին աստղագետ Էդվին Հաբլը Մաունտ Վիլսոնի աստղադիտարանում Կալիֆոռնիայում կատարեց դիտարկումներ, որոնք փոխեցին մեր պատկերացումները տիեզերքի մասին։ Նա հայտնաբերեց, որ գալակտիկաները ոչ միայն գոյություն ունեն, այլև պտտվում են։ Ծիր կատնային համակարգը, մեր տան գալակտիկան, պտտվում է իր կենտրոնի շուրջ, բայց ոչ թե որպես կոշտ օբյեկտ, այն պտտվում է որպես հսկայական պտտվող սկավառակ, որտեղ աստղերը շարժվում են իրենց սեփական ուղիներով, բայց բոլորը մասնակցում են ընդհանուր պարին։ Հաբլի դիտարկումները ցույց տվեցին ավելին։ Գրեթե բոլոր գալակտիկաները պտտվում էին։ Պտտվող սպիրալներ, պտտվող էլիպսներ, նույնիսկ անկանոն գալակտիկաները ցույց էին տալիս պտույտի նշաններ։ Պտույտը չէր բացառություն, այն էր կանոնը։ Տիեզերքը լի էր պտտվող կառույցներով յուրաքանչյուր մասշտաբում։ Ինչու է սա այդքան կարևոր։ Որովհետև պտույտը ստեղծում է կայունություն։ Երբ մոլորակը պտտվում է աստղի շուրջ, կենտրամուխ ուժը, որը փորձում է քաշել այն դեպի աստղը, հավասարակշռվում է պտուտաշարժից առաջացող կենտրախույս ուժով։ Առանց պտույտի երկիրը կընկներ արեգակի մեջ։ Առանց պտույտի էլեկտրոնները կընկներ ատոմի կորիզի մեջ։ Պտույտը պահպանում է կառույցը։ Այն թույլ է տալիս բարդ համակարգերի գոյությունը։ 1950-րդ թվականներին ֆիզիկոս Ջոն Վիլերը Փրինսթոնի համալսարանում ուսումնասիրում էր սև խոռոչները։ Սև խոռոչները այն օբյեկտները, որտեղ գրավիտացիան այնքան ուժեղ է, որ նույնիսկ լույսը չի կարող փախչել։ Վիլերը հայտնաբերեց ինչ-որ տարօրինակ։ Սև խոռոչները կարող էին ունենալ միայն 3 հատկություն՝ զանգված, էլեկտրական լիցք եւ անկյունային իմպուլս, այսինքն պտույտ։ Ամեն ինչ մյուսը, ամբողջ տեղեկատվությունը այն աստղի մասին, որը փլուզվել էր եւ ստեղծել էր սև խոռոչը, կորած էր։ Բայց պտույտը մնում էր։ Անկյունային իմպուլսը պահպանվում էր նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում, որոնք տիեզերքը կարող էր առաջարկել։ Սա էր ֆունդամենտալ բացահայտում։ Անկյունային իմպուլսը չէր պարզապես ֆիզիկական հատկություն։ Այն էր տեղեկատվություն, որը տիեզերքը չէր կարող ոչնչացնել։ Նույնիսկ երբ ամեն ինչ մյուսը կորչում էր, սև խոռոչի անդունդում պտույտը մնում էր։ Այն էր անջնջելի։ Բայց եկեք հետ գանք դեպի մեր արեգակային համակարգը։ Երբ աստղագետները ուսումնասիրեցին մոլորակների պտույտները, նրանք բացահայտեցին հիանալի օրինաչափություններ։ Մերկուրին պտտվում է իր առանցքի շուրջ 78 օրում, բայց պտտվում է արեգակի շուրջ 88 օրում։ Այս հարաբերությունը 3-2 ոչ պատահական է։ Սա ռեզոնանս է, որը ստեղծվել է անկյունային իմպուլսի եւ գրավիտացիոն փոխազդեցության միջև միլիարդավոր տարիների ընթացքում։ Վեներան պտտվում է հակառակ ուղղությամբ, քան մյուս մոլորակները։ Նրա օրը ավելի երկար է, քան տարին։ Վեներան պտտվում է իր առանցքի շուրջ 243 երկրային օրում, բայց պտտվում է արեգակի շուրջ 225 օրում։ Ինչու՞։ Աստղագետները կարծում են, որ Վեներան ենթարկվել է հսկայական բախման իր պատմության վաղ շրջանում, բախման, որը փոխել է նրա պտույտի ուղղությունը։ Բայց նույնիսկ այս կատաստրոֆիկ իրադարձությունից հետո անկյունային իմպուլսը պահպանվել է, այն պարզապես վերաբաշխվել է։ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ 24 ժամում, բայց այս պտույտը դանդաղում է։ Յուրաքանչյուր դար երկրի օրը երկարանում է մոտավորապես 2000 վայրկյանով։ Ինչու՞։ Լուսինը։ Լուսինը ստեղծում է ափերի երևույթ, եւ այս ափերը գործում են որպես արգելակ երկրի պտույտի վրա։ Բայց անկյունային իմպուլսը չի կորչում, այն փոխանցվում է լուսնին։ Երբ երկիրը դանդաղում է, լուսինը հեռանում է մեզանից, տարեկան մոտավորապես 3,5 սանտիմետրով։ Համակարգի ընդհանուր անկյունային իմպուլսը մնում է հաստատուն։ 1960-րդ թվականներին աստղագետները սկսեցին ուսումնասիրել էկզոմոլորակներ, մոլորակներ այլ աստղերի շուրջ։ Առաջին բացահայտումները ցնցող էին։ Շատ էկզոմոլորակներ պտտվում էին իրենց աստղերի շատ մոտ, ավելի մոտ, քան Մերկուրին արեգակին։ Այս տաք Յուպիտերները ավարտում էին իրենց ուղեծիրը մի քանի օրում։ Ինչպես էին նրանք այնտեղ հայտնվել։ Պատասխանը կրկին անկյունային իմպուլսի պահպանումն էր։ Աստղագետները հասկացան, որ այս մոլորակները ձևավորվել էին ավելի հեռու եւ հետո միգրացիա էին կատարել դեպի ներս։ Բայց երբ նրանք շարժվում էին դեպի ներս, նրանք փոխանցում էին անկյունային իմպուլս այլ օբյեկտների, փոքր մոլորակների, աստերոիդների, գազի։ Համակարգի ընդհանուր անկյունային իմպուլսը պահպանվում էր, բայց վերաբաշխվում էր տարբեր օբյեկտների միջև։ Այժմ պատկերացրեք ամբողջ գալակտիկան։
Ծիրկատնային համակարգը պարունակում է 200 մինչև 400 միլիարդ աստղ։ Յուրաքանչյուր աստղ պտտվում է։ Շատերն ունեն մոլորակներ, որոնք նույնպես պտտվում են։ Ամբողջ գալակտիկան պտտվում է իր կենտրոնի շուրջ։ Արեգակը, որը գտնվում է կենտրոնից մոտավորապես 26000 լուսատարի հեռավորության վրա, ավարտում է մեկ ամբողջ պտույտ մոտավորապես 225 միլիոն տարում։ Սա նշանակում է, որ վերջին անգամ, երբ արեգակը գտնվում էր իր ներկայիս դիրքում, երկրի վրա դինոզավրերը դեռ չէին հայտնվել։ Բայց գալակտիկայի պտույտը ոչ միայն պարզ շրջանաձև շարժում է։ Աստղագետները բացահայտեցին, որ ծիրկատնային համակարգն ունի սպիրալ թևեր, շրջանաձև կառույցներ, որոնք պտտվում են գալակտիկայի միջով։ Այս սպիրալ թևերը ոչ թե կոշտ կառույցներ են, դրանք խտության ալիքներ են, որտեղ աստղերը եւ գազը կուտակվում են ժամանակավորապես։ Պատկերացրեք ավտոմոբիլային խցանում մայրուղու վրա։ Մեքենաները մտնում են խցանման մեջ, դանդաղում են, հետո դուրս են գալիս։ Խցանումը շարժվում է, բայց մեքենաները փոխվում են։ Նույն կերպ աստղերը մտնում են սպիրալ թևերի մեջ, դանդաղում են, հետո դուրս են գալիս։ Սպիրալը պահպանվում է, բայց աստղերը փոխվում են։ Այս սպիրալ թևերը կարևոր դեր են խաղում աստղերի ձևավորման մեջ։ Երբ գազը մտնում է սպիրալ թևի մեջ, այն սեղմվում է։ Այս սեղմումը կարող է հրահրել նոր աստղերի ծնունդը։ Այսպիսով, գալակտիկայի պտույտը ոչ միայն շարժում է աստղերը, այլև ստեղծում է նոր աստղեր։ Պտույտը դառնում է ստեղծագործական ուժ։ 1990-րդ թվականներին աստղագետները սկսեցին ուսումնասիրել գալակտիկաների բախումները։ Երբ երկու գալակտիկաներ բախվում են, դա չէ կոշտ օբյեկտների բախում։ Աստղերը այնքան հեռու են միմյանցից, որ գրեթե երբեք չեն բախվում։ Բայց գազը բախվում է։ Իսկ երբ գազը բախվում է, այն սեղմվում է եւ ստեղծում է աստղերի պայթյուն, աստղաձևավորման ինտենսիվ շրջան։ Բայց ինչ է պատահում անկյունային իմպուլսի հետ երկու գալակտիկաների բախման ժամանակ։ Յուրաքանչյուր գալակտիկա ունի իր սեփական պտույտը, իր սեփական անկյուփական անկյունային իմպուլսը։ Երբ նրանք միաձուլվում են, այս անկյունային իմպուլսները գումարվում են։ Արդյունքում ստացվող գալակտիկան կարող է պտտվել ավելի արագ կամ ավելի դանդաղ, կախված բախման անկյունից եւ գալակտիկաների սկզբնական պտույտներից։ Բայց ընդհանուր անկյունային իմպուլսը պահպանվում է։ Աստղագետները կարծում են, որ ծիրկատնային համակարգը կլանել է տասնյակ փոքր գալակտիկաներ իր պատմության ընթացքում։ Յուրաքանչյուր անգամ, երբ փոքր գալակտիկա ընկնում է ծիրկատնային համակարգի մեջ, այն բերում է իր անկյունային իմպուլսը։ Այս անկյունային իմպուլսը վերաբաշխվում է ծիրկատնային համակարգի աստղերի միջև։ Որոշ աստղեր արագանում են, որոշները դանդաղում են, բայց ընդհանուր անկյունային իմպուլսը մնում է հաստատուն։ Իսկ ինչ կլինի ապագայում։ Աստղագետները կանխատեսում են, որ մոտավորապես 4 միլիարդ տարի հետո ծիրկատնային համակարգը կբախվի Անդրոմեդայի գալակտիկայի հետ։ Անդրոմեդան մեր ամենամոտ մեծ հարևանն է, մոտավորապես 2.500.000 լուսատարի հեռավորության վրա։ Այն շարժվում է դեպի մեզ մոտավորապես 110 կմ/վ արագությամբ։ Երբ երկու գալակտիկաները բախվեն, դա կլինի տիեզերական մասշտաբի պար։ Երկու հսկայական պտտվող կառույցները կմիաձուլվեն, կստեղծեն նոր, ավելի մեծ գալակտիկա։ Իսկ անկյունային իմպուլսը կրկին կպահպանվի։ Բայց եկեք վերադառնանք ավելի փոքր մասշտաբներին։ Ատոմներում էլեկտրոնները պտտվում են կորիզների շուրջ։ Բայց ինչու։ Ինչու չեն ընկնում նրանք կորիզների մեջ։ Դասական ֆիզիկան չէր կարող բացատրել սա։ Եթե էլեկտրոնը պարզապես պտտվող լիցքավորված մասնիկ լիներ, այն կճառագայթեր էներգիա եւ կընկներ կորիզի մեջ միլիարդերորդ վայրկյանի մեջ։ Ատոմները չէին կարող գոյություն ունենալ։ Պատասխանը եկավ քվանտային մեխանիկայից։ 1920-րդ թվականներին ֆիզիկոսներ Վերներ Հայզենբերգը, Էրվին Շրյոդինգերը եւ Պոլ Դիրակը մշակեցին քվանտային մեխանիկայի տեսությունը։ Այս տեսությունը ցույց տվեց, որ էլեկտրոնները չեն պտտվում կորիզների շուրջ որպես մանր մարմիններ։ Դրանք գոյություն ունեն որպես հավանականության ալիքներ, ամպեր, որոնք շրջապատում են կորիզը։ Իսկ այս ամպերը կարող են ունենալ միայն որոշակի անկյունային իմպուլսի արժեքներ։ Անկյունային իմպուլսը քվանտավորված է։ Սա նշանակում է, որ էլեկտրոնը չի կարող ունենալ ցանկացած անկյունային իմպուլս։ Այն կարող է ունենալ միայն որոշակի դիսկրետ արժեքներ։ Ամենացածր արժեքը 0 չէ, այլ մի փոքր, բայց վերջնական քանակ։ Սա նշանակում է, որ էլեկտրոնը չի կարող դադարեցնել պտտվել։ Այն չի կարող ընկնել կորիզի մեջ, որովհետև դա նշանակեր կորցնել իր անկյունային իմպուլսը, իսկ անկյունային իմպուլսը չի կարող լինել 0։ Այսպիսով, ատոմների կայունությունը, նյութի գոյությունը, ամեն ինչ, ինչ մենք տեսնում ենք շուրջբոլորտ, հնարավոր է միայն այն պատճառով, որ անկյունային իմպուլսը քվանտավորված է եւ չի կարող լինել 0։
Պտույտը ոչ միայն տիեզերական երևույթ է, այն քվանտային երևույթ է, որը թափանցում է ամեն ինչի մեջ։ Բայց քվանտային աշխարհի պտույտները ավելի տարօրինակ են, քան կարելի է պատկերացնել։ 1945 թվականին ֆիզիկոս Վոլֆգանգ Պաուլին ձևակերպեց սկզբունք, որը կոչվեց նրա անունով՝ Պաուլի բացառման սկզբունք։ Այս սկզբունքը ասում էր, որ երկու էլեկտրոն չեն կարող ունենալ նույն քվանտային վիճակը միաժամանակ։ Եթե մեկ էլեկտրոնը պտտվում է մի ուղղությամբ, երկրորդը պետք է պտտվի հակառակ ուղղությամբ։ Սա չէր պարզապես կանոն, սա էր ֆունդամենտալ սահմանափակում, որը ձևավորում էր ամբողջ նյութի կառուցվածքը։ Պատկերացրեք ատոմ։ Առաջին էլեկտրոնը զբաղեցնում է ամենացածր էներգիայի մակարդակը, պտտվելով մի ուղղությամբ։ Երկրորդ էլեկտրոնը կարող է զբաղեցնել նույն մակարդակը, բայց միայն եթե պտտվի հակառակ ուղղությամբ։ Երրորդ էլեկտրոնը չի կարող տեղավորվել այնտեղ։ Այն պետք է բարձրանա հաջորդ էներգիայի մակարդակ։ Այսպիսով, անկյունային իմպուլսի քվանտավորումը և Պաուլի սկզբունքը միասին ստեղծում են ատոմների էլեկտրոնային կառուցվածքը։ Դրանք բացատրում են, թե ինչու են տարբեր տարրերը ունենում տարբեր քիմիական հատկություններ։ Դրանք բացատրում են Մենդելեևի պարբերական աղյուսակը։ Մտածեք այս մասին։ Ամբողջ քիմիան, կենսաբանությունը, կյանքը հնարավոր են միայն այն պատճառով, որ էլեկտրոնները պտտվում են և չեն կարող զբաղեցնել նույն վիճակը միաժամանակ։ Եթե անկյունային իմպուլսը չլիներ քվանտավորված, եթե Պաուլի սկզբունքը չգործեր, բոլոր էլեկտրոնները կընկնեին ամենացածր էներգիայի մակարդակ։ Ատոմները կլինեին անտարբերելի միմյանցից։ Քիմիա չէր լինի, կյանք չէր լինի, մենք չէինք լինի։ 1956 թվականին ֆիզիկոսներ Չեն Նինգ Յանգը, Ցունգ Դաո Լին և Չիեն Շիունգ Վուն կատարեցին փորձ, որը ցնցեց ֆիզիկայի աշխարհը։ Նրանք ուսումնասիրեցին բետա քայքայումը, գործընթաց, որտեղ ատոմային կորիզը արտանետում է էլեկտրոն։ Նրանք հայտնաբերեցին, որ այս գործընթացը խախտում է հայելային սիմետրիան։ Մասնիկները գիտեին ձախից աջ։ Բնությունը ուներ նախընտրություն։ Բայց ինչպես է սա կապված անկյունային իմպուլսի հետ։ Պարզվեց, որ թույլ միջուկային ուժը, որը պատասխանատու է բետա քայքայման համար, փոխազդում է տարբեր կերպ էլեկտրոնների հետ, կախված նրանց սպինի ուղղությունից։ Էլեկտրոնները, որոնք պտտվում են մի ուղղությամբ, վարվում են այլ կերպ, քան էլեկտրոնները, որոնք պտտվում են հակառակ ուղղությամբ։ Անկյունային իմպուլսը դարձավ այն հատկությունը, որը թույլ տվեց բնությանը տարբերակել ձախը աջից։ Սա խորը հետևանք ուներ տիեզերքի համար։ Մեծ պայթյունից անմիջապես հետո տիեզերքը լի էր նյութով և հականյութով գրեթե հավասար քանակներով։ Բայց այսօր մենք տեսնում ենք գրեթե միայն նյութ։ Հականյութը գրեթե անհետացել է։ Ինչու՞։ Ֆիզիկոսները կարծում են, որ պատասխանը կապված է թույլ միջուկային ուժի և սպինի փոխազդեցության հետ։ Փոքրիկ ասիմետրիա նյութի և հականյութի միջև, ասիմետրիա, որը կապված էր անկյունային իմպուլսի հետ, հանգեցրեց նրան, որ նյութը գերակշռեց։ Առանց այս ասիմետրիայի նյութը և հականյութը կոչնչացնեին միմյանց, և տիեզերքը կլիներ լի միայն ճառագայթմամբ։ Աստղեր չէին լինի, մոլորակներ չէին լինի, մենք չէինք լինի։ Այսպիսով, անկյունային իմպուլսը ոչ միայն պահպանում է ատոմների կառուցվածքը, այն նաև ստեղծեց պայմաններ, որոնք թույլ տվեցին նյութի գոյությունը տիեզերքում։ Պտույտը դարձավ այն մեխանիզմը, որը թույլ տվեց տիեզերքին ունենալ կառուցվածք, բարդություն, կյանք։ Բայց եկեք վերադառնանք աստղերին։ Երբ աստղը ծնվում է գազի ամպից, այն ժառանգում է այդ ամպի անկյունային իմպուլսը։ Բայց ամպը շատ մեծ է, և նրա պտույտը շատ դանդաղ։ Երբ ամպը կծկվում է, պտույտը արագանում է, բայց կա սահմանափակում։ Եթե աստղը պտտվի չափազանց արագ, կենտրախույս ուժը կգերազանցի գրավիտացիան և աստղը կքայքայվի։ Այսպիսով, աստղը չի կարող պահել ամբողջ անկյունային իմպուլսը։ Այն պետք է ազատվի դրանից։ Ինչպես։ Պատասխանը մոլորակների համակարգի միջոցով։ 1958 թվականին աստղագետ Ալֆրեդ Ջոյը Մաունտ Ուիլսոնի աստղադիտարանում ուսումնասիրեց Արեգակի պտույտը։ Նա հայտնաբերեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջ մոտավորապես 25 օրում։ Սա համեմատաբար դանդաղ է, բայց երբ նա հաշվեց Արեգակային համակարգի ընդհանուր անկյունային իմպուլսը, նա հայտնաբերեց ինչ-որ տարօրինակ։ Արեգակը պարունակում էր Արեգակային համակարգի զանգվածի 9-10%-ից ավելին, բայց միայն մոտավորապես 1%-ը ընդհանուր անկյունային իմպուլսից։ Մոլորակները, հատկապես Յուպիտերը, պարունակում էին անկյունային իմպուլսի մեծ մասը։ Սա էր հիմնարար բացահայտում։ Երբ Արեգակային համակարգը ձևավորվում էր, անկյունային իմպուլսը փոխանցվեց սկզբնական գազի ամպից դեպի սկավառակ, որը շրջապատում էր երիտասարդ Արեգակը։ Այս սկավառակից ձևավորվեցին մոլորակները։
Մոլորակները վերցրեցին անկյունային իմպուլսի մեծ մասը, թույլ տալով արեգակին կծկվել եւ դառնալ կայուն աստղ, առանց չափազանց արագ պտտվելու։ Այս գործընթացը ունիվերսալ է։ Յուրաքանչյուր աստղ, որն ունի մոլորակներ, անցել է նույն գործընթացը։ Անկյունային իմպուլսը փոխանցվել է աստղից դեպի մոլորակները։ Սա բացատրում է, թե ինչու են մոլորակային համակարգերը այդքան տարածված։ Դրանք ոչ թե պատահական կազմավորումներ են։ Դրանք անհրաժեշտ հետևանք են անկյունային իմպուլսի պահպանման օրենքի։ 1995 թվականին աստղագետներ Միշել Մայորը և Դիդիե Կելոզը հայտնաբերեցին առաջին էկզոմոլորակը, մոլորակ աստղի շուրջ, որը նման չէր արեգակին։ Այս մոլորակը, որը կոչվեց 51 Պեգասի B, պտտվում էր իր աստղի շատ մոտ, ավարտելով ուղեծիրը ընդամենը 4 օրում։ Սա էր տաք Յուպիտեր, գազային հսկա, որը գտնվում էր այնտեղ, որտեղ պետք է լիներ քարային մոլորակ։ Ինչպես հայտնվեց այն այնտեղ։ Աստղագետները հասկացան, որ այն ձևավորվել էր ավելի հեռու, որտեղ ցուրտ էր և գազը կարող էր խտանալ։ Հետո այն միգրացիա էր կատարել դեպի ներս։ Բայց ինչպես կարող էր մոլորակը շարժվել դեպի ներս առանց ընկնելու աստղի մեջ։ Պատասխանը անկյունային իմպուլսի փոխանցում։ Երբ մոլորակը շարժում էր դեպի ներս, այն փոխազդում էր գազի սկավառակի հետ։ Այն փոխանցում էր անկյունային իմպուլս գազին, և գազը փոխանցում էր այն դեպի արտաքին շրջաններ։ Մոլորակը կորցնում էր անկյունային իմպուլս և շարժվում էր դեպի ներս։ Գազը ստանում էր անկյունային իմպուլս և շարժվում էր դեպի դուրս։ Այս գործընթացը կոչվում է մոլորակային միգրացիա, և այն ֆունդամենտալ է մոլորակային համակարգերի էվոլյուցիայի համար։ Անկյունային իմպուլսը կարող է փոխանցվել մի օբյեկտից մյուսին, և այս փոխանցումը կարող է արմատապես փոխել համակարգի կառուցվածքը։ Մոլորակները կարող են շարժվել դեպի ներս կամ դեպի դուրս։ Դրանք կարող են նետվել համակարգից դուրս։ Դրանք կարող են բախվել միմյանց հետ, բայց ընդհանուր անկյունային իմպուլսը միշտ պահպանվում է։ 1998 թվականին աստղագետներ Ռաֆ Ռեբոլոն և Մարիա Ռոսա Սապատերո Օսորիոն հայտնաբերեցին տարօրինակ օբյեկտներ, շագանակագույն թզուկներ։ Սրանք օբյեկտներ էին, որոնք չափազանց փոքր էին, որպեսզի լինեին աստղեր, բայց չափազանց մեծ, որպեսզի լինեին մոլորակներ։ Դրանք ձևավորվել էին որպես աստղեր, բայց չէին կարողացել հասնել բավարար զանգվածի, սկսելու միջուկային ֆուզիա։ Դրանք պարզապես դանդաղ սառչում էին տիեզերքում։ Բայց շագանակագույն թզուկները կագույն թզուկները ցույց տվեցին ինչ-որ հետաքրքիր։ Դրանք պտտվում էին։ Որոշները պտտվում էին շատ արագ, ավարտելով մեկ պտույտը մի քանի ժամում։ Սա նշանակում էր, որ դրանք պահպանել էին իրենց սկզբնական անկյունային իմպուլսը։ Չնայած դրանք չէին դարձել աստղեր, դրանք դեռ պահպանում էին իրենց պտույտը, այն պտույտը, որը ժառանգել էին գազի ամպից, որտեղից ծնվել էին։ Աստղագետները սկսեցին հասկանալ, որ անկյունային իմպուլսը կարող է օգտագործվել որպես հետք, հետևելու օբյեկտների պատմությանը։ Եթե աստղը պտտվում է արագ, դա նշանակում է, որ այն երիտասարդ է, կամ որ այն վերջերս ձեռք է բերել անկյունային իմպուլս։ Եթե աստղը պտտվում է դանդաղ, դա նշանակում է, որ այն հին է, կամ որ այն կորցրել է անկյունային իմպուլս։ Պտույտը դարձավ ժամանակի ցուցիչ։ Բայց անկյունային իմպուլսը կարող է կորչել։ Ոչ թե իսկապես կորչել, այն միշտ պահպանվում է, բայց այն կարող է փոխանցվել այլ օբյեկտների։ Աստղերը կորցնում են անկյունային իմպուլս իրենց մագնիսական դաշտերի միջոցով։ Աստղերը ունեն մագնիսական դաշտեր, որոնք ձգվում են տիեզերք։ Այս մագնիսական դաշտերը փոխազդում են աստղային քամիների հետ, լիցքավորված մասնիկների հոսքերի, որոնք արտանետվում են աստղից։ Մագնիսական դաշտերը արգելակում են աստղային քամիները, և աստղային քամիները տանում են անկյունային իմպուլսը իրենց հետ։ Աստղը դանդաղում է։ 1968 թվականին աստղագետ Լեոն Մեսթելը ուսումնասիրեց արեգակի պտույտը և հայտնաբերեց, որ արեգակը կորցնում է անկյունային իմպուլս իր մագնիսական դաշտի միջոցով։ Արեգակային քամին, որը հոսում է արեգակից դեպի արտաքին արեգակային համակարգ, տանում է անկյունային իմպուլս իր հետ։ Յուրաքանչյուր վայրկյան արեգակը կորցնում է փոքրիկ քանակությամբ անկյունային իմպուլս։ Միլիարդավոր տարիների ընթացքում սա կուտակվում է։ Արեգակը դանդաղում է։ Բայց անկյունային իմպուլսը չի անհետանում։ Այն փոխանցվում է արեգակային քամուն, և արեգակային քամին տանում է այն դեպի արտաքին արեգակային համակարգ։ Որոշ մասը կլանվում է մոլորակների մագնիսական դաշտերի կողմից։ Որոշ մասը դուրս է գալիս արեգակային համակարգից և միանում է միջաստղային միջավայրին։ Բայց այն չի կորչում։ Այն պարզապես վերաբաշխվում է։ Այժմ պատկերացրեք աստղ, որը շատ ավելի մեծ է, քան արեգակը։ Աստղ, որը 10 կամ 20 անգամ ավելի զանգվածային է։ Երբ այս աստղը սպառում է իր միջուկային վառելիքը, այն չի կարող պահպանել իր կառուցվածքը, այն փլուզվում է։
Արտաքին շերտերը նետվում են տիեզերք սուպերնովայի պայթյունով։ Կենտրոնական կորիզը կծկվում է եւ դառնում է նեյտրոնային աստղ կամ սև խոռոչ։ Բայց ինչ է պատահում անկյունային իմպուլսի հետ։ Աստղը պտտվում էր։ Երբ այն փլուզվում է, անկյունային իմպուլսը պետք է պահպանվի, բայց կորիզը դառնում է շատ փոքր։ Եթե անկյունային իմպուլսը պահպանվում է, իսկ շառավիղը նվազում է, ապա պտույտի արագությունը պետք է աճի դրամատիկորեն։ Նեյտրոնային աստղերը պտտվում են անհավատալի արագությամբ։ Որոշները ավարտում են մեկ պտույտը վայրկյանի մի քանի հազարերորդ մասում։ 1967 թվականին աստղագետ Ջոսելին Բել Բեռնելը Քեմբրիջի համալսարանում հայտնաբերեց տարօրինակ ռադիոազդանշաններ։ Դրանք էին կանոնավոր իմպուլսներ, որոնք կրկնվում էին յուրաքանչյուր մեկ վայրկյանից մի քանի տասնորդ մասում։ Սկզբում աստղագետները մտածեցին, որ սրանք կարող են լինել արտագալակտիկական քաղաքակրթությունների ազդանշաններ։ Բայց շուտով նրանք հասկացան, որ սրանք էին պուլսարներ, պտտվող նեյտրոնային աստղեր, որոնք արտանետում էին ճառագայթման ճառագայթներ իրենց մագնիսական բևեռներից։ Պուլսարները դարձան ամենաճշգրիտ ժամացույցները տիեզերքում։ Դրանց պտույտները այնքան կանոնավոր էին, որ կարող էին մրցել ատոմային ժամացույցների հետ։ Բայց ինչու էին դրանք այդքան կանոնավոր։ Որովհետև անկյունային իմպուլսը պահպանվում էր։ Նեյտրոնային աստղը շատ խիտ էր, շատ կոմպակտ, այն գրեթե չուներ ներքին շփում։ Այն պտտվում էր գրեթե առանց դիմադրության։ Անկյունային իմպուլսը չէր կարող կորչել։ Բայց նույնիսկ պուլսարները դանդաղում են, շատ դանդաղ, բայց դանդաղում են։ Ինչու՞։ Որովհետև դրանք արտանետում են էներգիա։ Դրանք արտանետում են ռադիոալիքներ, ռենտգենյան ճառագայթներ, մասնիկներ։ Այս էներգիան տանում է անկյունային իմպուլս իր հետ։ Պուլսարը դանդաղում է, բայց անկյունային իմպուլսը չի կորչում։ Այն փոխանցվում է ճառագայթմանը եւ մասնիկներին, որոնք դուրս են գալիս պուլսարից։ 1984 թվականին աստղագետներ Ռասել Հալսը եւ Ջոզեֆ Թեյլորը հայտնաբերեցին երկուական պուլսար, երկու նեյտրոնային աստղ, որոնք պտտվում էին միմյանց շուրջ։ Դրանք պտտվում էին շատ մոտ միմյանց, ավարտելով մեկ ուղեծիր 8 ժամում։ Հալսը եւ Թեյլորը չափեցին դրանց պտույտները անհավատալի ճշգրտությամբ։ Դրանք հայտնաբերեցին, որ ուղեծիրը դանդաղ փոքրանում էր։ Երկու աստղերը մոտենում էին միմյանց։ Ինչու՞։ Որովհետև դրանք արտանետում էին գրավիտացիոն ալիքներ։ Ալբերտ Այնշտայնը 1915 թվականին կանխատեսել էր, որ արագացող զանգվածները պետք է արտանետեն գրավիտացիոն ալիքներ, տարածության եւ ժամանակի ալիքներ։ Երկուական պուլսար էր կատարյալ համակարգ այս ալիքների արտադրության համար։ Երկու նեյտրոնային աստղերը պտտվում էին միմյանց շուրջ անհավատալի արագությամբ, ստեղծելով հզոր գրավիտացիոն ալիքներ։ Բայց գրավիտացիոն ալիքները տանում էին էներգիա, դրանք տանում էին նաև անկյունային իմպուլս։ Երկուական պուլսարը կորցնում էր անկյունային իմպուլս գրավիտացիոն ալիքների միջոցով։ Ուղեծիրը փոքրանում էր, աստղերը մոտենում էին միմյանց։ Վերջում, միլիարդավոր տարիներ հետո դրանք կբախվեին եւ կմիաձուլվեին։ Հալսի եւ Թեյլորի դիտարկումները եղան անուղղակի ապացույց գրավիտացիոն ալիքների գոյության համար։ Դրանք ստացան Նոբելյան մրցանակ 1997 թվականին, բայց ավելի կարևորը, դրանք ցույց տվեցին, որ անկյունային իմպուլսը կարող է փոխանցվել նույնիսկ գրավիտացիոն ալիքների միջոցով։ Անկյունային իմպուլսը կարող էր ճանապարհորդել տարածության եւ ժամանակի միջով։ 1998 թվականին ֆիզիկոսներ Ռայներ Վայսը, Բարի Բարիշը եւ Կիփ Թորնը հիմնադրեցին LIGO նախագիծը՝ լազերային ինտերֆերոմետրային գրավիտացիոն ալիքային աստղադիտարան։ Սա էր հսկայական փորձ, ուղղակիորեն հայտնաբերելու գրավիտացիոն ալիքները։ Երկու հսկայական դետեկտորներ կառուցվեցին Ամերիկայում, Լուիզիանայում եւ Վաշինգտոնում։ Յուրաքանչյուր դետեկտոր ուներ 2-4 կիլոմետր երկարությամբ թևեր, որոնք տեղադրված էին իրար ուղղահայաց։ Գաղափարը պարզ էր։ Գրավիտացիոն ալիքը անցնելով երկրի միջով կձգեր եւ կսեղմեր տարածությունը։ Դետեկտորի մի թևը կերկարեր, մյուսը կփոքրանար։ Լազերային ճառագայթները, որոնք ճանապարհորդում էին թևերով, կհայտնաբերեին այս փոքրիկ փոփոխությունները։ Բայց փոփոխությունները կլինեին անհավատալիորեն փոքր, ատոմի կորիզի 10,000-րդ մասը։ 17 տարի LIGO-ն փնտրեց գրավիտացիոն ալիքներ։ 17 տարի այն ոչինչ չգտավ։ Բայց 2015 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 10:90 վայրկյանին երկու դետեկտորները միաժամանակ գրանցեցին ազդանշան։ Գրավիտացիոն ալիք էր անցել երկրի միջով։ Ալիք, որը ստեղծվել էր 1 միլիարդ 300 միլիոն տարի առաջ, երբ երկու սև խոռոչներ բախվել եւ միաձուլվել էին։ Երկու սև խոռոչները պտտվում էին միմյանց շուրջ, մոտենում էին միմյանց, արագանում էին։ Վերջին վայրկյաններին դրանք պտտվում էին վայրկյանում տասնյակ անգամ։ Հետո դրանք միաձուլվեցին։ Միաձուլման պահին դրանք արտանետեցին հսկայական քանակությամբ էներգիա գրավիտացիոն ալիքների տեսքով։
Այս էներգիան համարժեք էր 3 արեգակի զանգվածի վերացմանը էներգիայի։ Վարկյանի մի քանի տասնորդ մասում այս միաձուլումը արտանետեց ավելի շատ էներգիա, քան բոլոր աստղերը տեսանելի տիեզերքում միասին։ Բայց ինչ էր պատահում անկյունային իմպուլսի հետ։ Երկու սև խոռոչները յուրաքանչյուրը ունեին իրենց սեփական անկյունային իմպուլսը, իրենց սեփական պտույտը։ Դրանք նաև պտտվում էին միմյանց շուրջ, ունենալով ուղեծրային անկյունային իմպուլս։ Երբ դրանք միաձուլվեցին, այս անկյունային իմպուլսները գումարվեցին։ Արդյունքում ստացված սև խոռոչը պտտվում էր, բայց մի մասը անկյունային իմպուլսից տարվեց գրավիտացիոն ալիքների կողմից։ Լիգոյի գիտնականները կարողացան չափել ոչ միայն գրավիտացիոն ալիքների ուժգնությունը, այլև դրանց բնութագրերը։ Դրանք կարողացան վերականգնել սև խոռոչների զանգվածները, դրանց պտույտները, դրանց ուղեծրային պարամետրերը։ Դրանք կարողացան հետևել անկյունային իմպուլսի փոխանցմանը միաձուլման ընթացքում։ Անկյունային իմպուլսը դարձավ այն բանալին, որը թույլ տվեց հասկանալ միաձուլման դինամիկան։ 1017 թվականի օգոստոսի 17-ին Լիգոն հայտնաբերեց մեկ այլ ազդանշան։ Այս անգամ դա երկու նեյտրոնային աստղերի միաձուլումն էր։ Բայց այս անգամ ազդանշանը ուղեկցվեց էլեկտրամագնիսական ճառագայթմամբ։ Աստղադիտարանները ամբողջ աշխարհում դիտեցին պայթյուն կիլոնովա։ Երկու նեյտրոնային աստղերը բախվել եւ ստեղծել էին հսկայական քանակությամբ ծանր տարրեր՝ ոսկի, պլատին, ուրան։ Այս տարրերը նետվել էին տիեզերք։ Աստղագետները հասկացան, որ նեյտրոնային աստղերի միաձուլումներ էին աղբյուրը տիեզերքի ծրից ծանր տարրերի մեծ մասի։ Ոսկին ձեր մատանու վրա, պլատինը ձեր մեքենայի կատալիզատորում, ուրանը միջուկային ռեակտորներում։ Բոլորը ստեղծվել էին նեյտրոնային աստղերի բախումներում։ Բայց այս բախումները հնարավոր էին միայն այն պատճառով, որ աստղերը պտտվում էին միմյանց շուրջ, կորցնում էին անկյունային իմպուլս գրավիտացիոն ալիքների միջոցով եւ մոտենում էին միմյանց։ Անկյունային իմպուլսը դարձավ այն մեխանիզմը, որը թույլ տվեց տիեզերքին ստեղծել ծանր տարրերը։ Առանց անկյունային իմպուլսի, առանց պտույտի, առանց գրավիտացիոն ալիքների նեյտրոնային աստղերը չէին բախվի։ Ծանր տարրերը չէին ստեղծվի։ Մոլորակներ, որոնք պարունակում են այս տարրերը, չէին ձևավորվի։ Կյանքը, որը կախված է այս տարրերից, չէր լինի։ Այժմ մտածեք այս մասին։ Յուրաքանչյուր ոսկե ատոմ ձեր մատանու վրա ստեղծվել է նեյտրոնային աստղերի բախման մեջ։ Այդ բախումը տեղի է ունեցել, որովհետև աստղերը պտտվում էին միմյանց շուրջ եւ կորցնում էին անկյունային իմպուլս։ Անկյունային իմպուլսը տարվել է գրավիտացիոն ալիքների կողմից, որոնք ճանապարհորդել են տիեզերքով միլիարդավոր տարիներ։ Այդ ալիքները անցել են երկրի միջով, ձգել եւ սեղմել են տարածությունը եւ շարունակել են իրենց ճանապարհորդությունը դեպի տիեզերքի անդունդները։ Ձեր մատանին կապված է տիեզերքի ամենախորը գործընթացների հետ։ Այն կապված է անկյունային իմպուլսի պահպանման հետ, գրավիտացիոն ալիքների հետ, նեյտրոնային աստղերի բախումների հետ։ Այն կապված է պտույտի հետ, այն ֆունդի հետ, այն ֆունդամենտալ երևույթի, որը թափանցում է ամեն ինչի մեջ, սկսած քվանտային մաստիկներից մինչև գալակտիկաներ։ Բայց պտույտը ոչ միայն ստեղծում է տարրերը, այն նաև ստեղծում է կառուցվածքը։ 1970-րդ թվականներին աստղագետները սկսեցին ուսումնասիրել գալակտիկաների բաշխումը տիեզերքում։ Դրանք հայտնաբերեցին, որ գալակտիկաները ոչ թե բաշխված են պատահականորեն, դրանք կազմում են կառույցներ, թելեր, պատեր, դատարկություններ։ Տիեզերքը նման է սպունգի, որտեղ գալակտիկաները կենտրոնացած են թելերի եւ պատերի վրա, իսկ հսկայական դատարկություններ բաժանում են դրանք։ Ինչու է տիեզերքն ունենում այս կառուցվածքը։ Պատասխանը կապված է տիեզերքի վաղ պատմության հետ։ Մեծ պայթյունից անմիջապես հետո տիեզերքը գրեթե համասեռ էր, բայց ոչ լիովին։ Կային փոքրիկ խտության տատանումներ, շատ փոքր, բայց վերջնական։ Այս տատանումները աճեցին գրավիտացիայի ազդեցությամբ։ Տարածքները, որտեղ խտությունը մի փոքր ավելի բարձր էր, գրավիտացիոն կերպով ներգրավեցին ավելի շատ նյութ։ Դրանք դարձան ավելի խիտ։ Տարածքները, որտեղ խտությունը մի փոքր ավելի ցածր էր, դարձան ավելի դատարկ։ Բայց այս գործընթացը ոչ միայն ստեղծեց խտության տարբերություններ, այն նաև ստեղծեց պտույտներ։ Երբ նյութը սկսեց հոսել դեպի խիտ տարածքները, այն ձեռք բերեց անկյունային իմպուլս։ Պատկերացրեք ջուրը, որը հոսում է դեպի ջրահեռացում, այն սկսում է պտտվել։ Նույն կերպ նյութը, որը հոսում էր դեպի խիտ տարածքները, սկսեց պտտվել։ Այս պտույտները դարձան սերմերը գալակտիկաների համար։ 1990-րդ թվականներին աստղագետները սկսեցին օգտագործել համակարգչային սիմուլյացիաներ, մոդելավորելու տիեզերքի էվոլյուցիան։ Դրանք սկսեցին փոքրիկ խտության տատանումներից եւ թույլ տվեցին գրավիտացիային եւ անկյունային իմպուլսի պահպանմանը գործել։ Արդյունքները ցնցող էին։ Սիմուլյացիաները վերարտադրեցին տիեզերքի դիտարկվող կառուցվածքը, թելերը, պատերը, դատարկությունները։
Դրանք ցույց տվեցին, թե ինչպես են գալակտիկաները ձևավորվում թելերի հատումների վրա, ինչպես են դրանք պտտվում, ինչպես են դրանք միաձուլվում։ Անկյունային իմպուլսը դարձավ այն բանալին, որը թույլ տվեց հասկանալ տիեզերքի լայնածավալ կառուցվածքը։ Առանց անկյունային իմպուլսի նյութը պարզապես կընկներ դեպի խիտ տարածքները եւ կստեղծեր գնդեր։ Բայց անկյունային իմպուլսի պահպանումը ստիպեց նյութին պտտվել։ Այս պտույտը ստեղծեց սկավառակ-սկավառակներ, սպիրալներ, բարդ կառույցներ։ Պտույտը դարձավ ճարտարապետական սկզբունքը, որը ձևավորեց տիեզերքը։ Իսկ այժմ մտածեք ձեր սեփական մարմնի մասին։ Դուք կազմված եք բջիջներից։ Յուրաքանչյուր բջիջ պարունակում է միտոքոնդրիաներ, փոքրիկ օրգանելներ, որոնք արտադրում են էներգիա։ Միտոքոնդրիաները ունեն իրենց սեփական դնեթն, եւ կենսաբանները կարծում են, որ դրանք ծագել են որպես անկախ բակտերիաներ, որոնք միլիարդավոր տարիներ առաջ ներծծվել են մեր նախնիների բջիջների կողմից։ Բայց ինչպես են աշխատում միտոքոնդրիաները։ Դրանք օգտագործում են գործընթաց, որը կոչվում է օքսիդատիվ ֆոսֆորիլացում։ Այս գործընթացում էլեկտրոնները փոխանցվում են մի շարք սպիտակուցների միջով, որոնք ներկառուցված են միտոքոնդրիայի ներքին թաղանթում։ Երբ էլեկտրոնները շարժվում են, դրանք պոմպավորում են պրոտոններ թաղանթի միջով։ Սա ստեղծում է պրոտոնների գրադիենտ, էլեկտրաքիմիական պոտենցիալ։ Այս պոտենցիալը հետո օգտագործվում է ԱԹՖ սինթեզելու համար, բջջի էներգիայի արժույթը։ Բայց ինչ է սա անում էլեկտրոնների սպինի հետ։ Պարզվում է, որ էլեկտրոնների փոխանցումը կախված է դրանց սպինից։ Որոշ սպիտակուցներ թույլ են տալիս միայն որոշակի սպինով էլեկտրոնների անցումը։ Սպինը դառնում է ֆիլտր, որը կարգավորում է էներգիայի արտադրությունը։ Անկյունային իմպուլսը քվանտային մակարդակում կարգավորում է ձեր բջիջների կյանքը։ 1998 թվականներին կենսաբանները հայտնաբերեցին, որ միտոքոնդրիաները նաև արտադրում են ռեակտիվ թթվածնի տեսակներ, ազատ ռադիկալներ, որոնք կարող են վնասել բջիջները։ Բայց դրանք նաև հայտնաբերեցին, որ այս ազատ ռադիկալների արտադրությունը կախված է էլեկտրոնների սպինից։ Երբ էլեկտրոնները ունեն սխալ սպին, դրանք ավելի հավանական է, որ արտադրեն ազատ ռադիկալներ։ Սպինը դառնում է այն գործոնը, որը որոշում է ծերացումը, հիվանդությունները, նույնիսկ կյանքի տևողությունը։ Այսպիսով, անկյունային իմպուլսը ոչ միայն տիեզերական երևույթ է, այն կենսաբանական երևույթ է։ Այն կարգավորում է ձեր բջիջների էներգիայի արտադրությունը, ձեր մարմնի առողջությունը, ձեր կյանքի որակը։ Պտույտը, որը սկսվում է քվանտային մակարդակում, ազդում է ձեր ամենօրյա գոյության վրա։ Բայց եկեք վերադառնանք տիեզերքին։ Աստղագետները այժմ ուսումնասիրում են գերմասիվ սև խոռոչները, որոնք գտնվում են գալակտիկաների կենտրոններում եւ ունեն միլիոնավոր կամ միլիարդավոր արեգակի զանգվածներ։ Այս սև խոռոչները պտտվում են։ Որոշները պտտվում են անհավատալի արագությամբ, մոտ լույսի արագությանը, իրենց իրադարձությունների հորիզոնների վրա։ Ինչպես են այս սև խոռոչները ձեռք բերում իրենց պտույտը։ Դրանք կլանում են նյութ իրենց շրջապատող գալակտիկաներից։ Երբ գազը եւ աստղերը ընկնում են սև խոռոչի մեջ, դրանք բերում են իրենց անկյունային իմպուլսը։ Սև խոռոչը կլանում է այս անկյունային իմպուլսը եւ պտտվում է ավելի արագ։ Բայց կա սահմանափակում։ Սև խոռոչը չի կարող պտտվել ավելի արագ, քան որոշակի մաքսիմում։ Եթե այն փորձի պտտվել ավելի արագ, այն կսկսի արտանետել անկյունային իմպուլս։ 1977 թվականին աստղագետ Ռոջեր Բլենֆորդը եւ ֆիզիկոս Ռոման Զնաջեկը առաջարկեցին մեխանիզմ, որով պտտվող սև խոռոչը կարող է արտանետել էներգիա եւ անկյունային իմպուլս։ Եթե սև խոռոչը շրջապատված է մագնիսական դաշտով, այս դաշտը կարող է արտահանել էներգիա սև խոռոչի պտույտից եւ փոխակերպել այն ճառագայթման եւ մասնիկների ճառագայթների։ Այս գործընթացը կոչվում է Բլենֆորդ-Զնաջեկ մեխանիզմ։ Աստղագետները կարծում են, որ այս մեխանիզմը պատասխանատու է ամենահզոր երևույթների համար տիեզերքում, քվազարների եւ ակտիվ գալակտիկական կորիզների համար։ Երբ գերմասիվ սև խոռոչը կլանում է նյութ եւ պտտվում է արագ, այն ստեղծում է հզոր մագնիսական դաշտեր։ Այս դաշտերը արտահանում են էներգիա սև խոռոչի պտույտից եւ ստեղծում են հսկայական ճառագայթներ, որոնք տարածվում են միլիոնավոր լուսատարիների վրա։ Այս ճառագայթները պարունակում են անհավատալի քանակությամբ էներգիա եւ անկյունային իմպուլս։ Անկյունային իմպուլսը դառնում է այն մեխանիզմը, որը թույլ է տալիս սև խոռոչներին ազդել իրենց շրջապատող գալակտիկաների վրա։ Ճառագայթները հարվածում են գազին, տաքացնում են այն, քշում են այն դուրս։ Սա կարգավորում է աստղերի ձևավորումը գալակտիկայում։ Սև խոռոչի պտույտը, անկյունային իմպուլսը, դառնում է այն ուժը, որը ձևավորում է ամբողջ գալակտիկայի էվոլյուցիան։ Բայց եկեք հիմա խոսենք այն մասին, ինչը շատերը կարող են մտածել։
Եթե պտույտը այդքան ֆունդամենտալ է, եթե անկյունային իմպուլսը պահպանվում է միշտ, ապա ինչու մենք չենք տեսնում այն ամենուր մեր ամենօրյա կյանքում։ Ինչու են իրերը դադարում պտտվել։ Ինչու է ֆիգուրիստը վերջապես կանգնում։ Ինչու է պտտվող խաղալիքը դանդաղում եւ կանգնում։ Պատասխանը՝ շփում։ Բայց սա ոչ թե անկյունային իմպուլսի պահպանման օրենքի խախտում է, սա նրա ամենաերևելի դրսևորումն է։ Երբ պտտվող օբյեկտը շփվում է իր շրջապատի հետ, օդի, մակերեսի, ցանկացած այլ նյութի, այն փոխանցում է անկյունային իմպուլս այդ շրջապատին։ Խաղալիքը դանդաղում է, բայց օդի մոլեկուլները սկսում են պտտվել մի փոքր ավելի արագ։ Ֆիգուրիստը կանգնում է, բայց սառույցը, մթնոլորտը, երկիրը բոլորը ստանում են փոքրիկ մասնիկ անկյունային իմպուլսից։ 1940-րդ թվականներին ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում աշխատում էր քվանտային էլեկտրոդինամիկայի վրա։ Նա մշակեց մեթոդ, որը թույլ էր տալիս հաշվարկել, թե ինչպես են մասնիկները փոխազդում միմյանց հետ, փոխանակելով ֆոտոններ։ Բայց Ֆեյնմանը հայտնաբերեց ինչ-որ խորը։ Երբ էլեկտրոնը արտանետում է ֆոտոն, այն փոխանցում է ոչ միայն էներգիա եւ իմպուլս, այլև անկյունային իմպուլս։ Ֆոտոնը ինքը ունի սպին, անկյունային իմպուլս։ Լույսը պտտվում է։ Սա էր հիմնարար բացահայտում։ Լույսը, էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող էր տանել անկյունային իմպուլս։ Երբ լույսը փոխազդում էր նյութի հետ, այն կարող էր փոխանցել իր անկյունային իմպուլսը ատոմներին, մոլեկուլներին, մակրոսկոպիկ օբյեկտներին։ Սա նշանակում էր, որ լույսը կարող էր պտտեցնել իրերը։ 1970-րդ թվականներին ֆիզիկոս Արթուր Աշկինը Բել լաբորատորիաներում սկսեց փորձարկել լազերային ճառագայթներով մաստիկների մանիպուլյացիան։ Նա հայտնաբերեց, որ կարող է օգտագործել լազերային լույսը փոքր մաստիկներ բռնելու եւ պահելու համար։ Բայց ավելին, նա հայտնաբերեց, որ կարող է օգտագործել լույսի անկյունային իմպուլսը մաստիկները պտտեցնելու համար։ Նա ստեղծեց օպտիկական թվիզերներ, գործիքներ, որոնք օգտագործում էին լույսը մանիպուլյացիայի համար միկրոսկոպիկ մակարդակում։ Աշկինի աշխատանքը հեղափոխություն արեց կենսաբանությունում։ Գիտնականները սկսեցին օգտագործել օպտիկական թվիզերները բջիջների, բակտերինաների, նույնիսկ առանձին DNTi մոլեկուլների մանիպուլյացիայի համար։ Դրանք կարող էին բռնել բջիջ, պտտեցնել այն, ուսումնասիրել այն բոլոր անկյուններից։ Դրանք կարող էին չափել ուժերը, որոնք գործում էին մոլեկուլների վրա։ Լույսի անկյունային իմպուլսը դարձավ գործիք կենդանի համակարգերի ուսումնասիրության համար։ Աշկինը ստացավ Նոբելյան մրցանակ 1018 թվականին, բայց լույսի անկյունային իմպուլսն ունի ևս մեկ տարօրինակ հատկություն։ Լույսը կարող է ունենալ երկու տեսակի անկյունային իմպուլս։ Առաջինը՝ սպին անկյունային իմպուլս, որը կապված է լույսի պոլարիզացիայի հետ։ Երբ լույսը շրջանաձև պոլարիզացված է, էլեկտրական դաշտը պտտվում է, երբ ալիքը տարածվում է։ Սա ստեղծում է սպին անկյունային իմպուլս։ Երկրորդը՝ ուղեծրային անկյունային իմպուլս, որը կապված է լույսի ալիքաճակատի ձևի հետ։ Երբ լույսի ճառագայթը ունի պտտվող ալիքաճատ, պաուրացև կառուցվածք, այն ունի ուղեծրային անկյունային իմպուլս։ 1990-րդ թվականներին ֆիզիկոսները սկսեցին ստեղծել լազերային ճառագայթներ, որոնք ունեին ուղեծրային անկյունային իմպուլս։ Այս ճառագայթները կոչվեցին պաուրացև ճառագայթներ կամ Լեգեր-Գաուսյան ճառագայթներ։ Երբ այս ճառագայթները փոխազդում էին նյութի հետ, դրանք կարող էին փոխանցել շատ ավելի մեծ անկյունային իմպուլս, քան սովորական լույսը։ Դրանք կարող էին պտտեցնել մաստիկները շատ ավելի արագ, բայց ավելի հետաքրքիրը, այս պաուրացև ճառագայթները կարող էին տանել տեղեկատվություն։ Յուրաքանչյուր ֆոտոն կարող էր ունենալ տարբեր քանակությամբ ուղեծրային անկյունային իմպուլս։ Սա նշանակում էր, որ մեկ ֆոտոնը կարող էր կոդավորել ոչ թե միայն երկու վիճակ՝ 0 եւ 1, ինչպես սովորական քվանտային համակարգիչներում, այլ բազմաթիվ վիճակներ։ Անկյունային իմպուլսը դարձավ նոր չափում քվանտային տեղեկատվության համար։ Գիտնականները այժմ աշխատում են քվանտային հաղորդակցության համակարգերի վրա, որոնք օգտագործում են լույսի անկյունային իմպուլսը։ Այս համակարգերը կարող են փոխանցել ավելի շատ տեղեկատվություն, քան սովորական համակարգերը։ Դրանք նաև ավելի անվտանգ են, որովհետև անկյունային իմպուլսը դժվար է չափել առանց խանգարելու համակարգին։ Պտույտը դառնում է բանալի ապագայի տեխնոլոգիաների համար։ Բայց եկեք վերադառնանք տիեզերքին եւ խոսենք այն մասին, ինչը շատերը համարում են պարադոքս։ Եթե անկյունային իմպուլսը միշտ պահպանվում է, եթե տիեզերքը սկսել է մեծ պայթյունից, ապա որտեղից է եկել սկզբնական անկյունային իմպուլսը։ Արդյոք մեծ պայթյունը ինքը պտտվում էր։ Սա խորը հարց է, եւ աստղագետները դեռ չունեն վերջնական պատասխան։ Բայց կան հետաքրքիր տեսություններ։ Մի տեսությունը ասում է, որ մեծ պայթյունը սկսվել է քվանտային տատանումներից,
անորոշությունից, որը բնորոշ է քվանտային աշխարհին։ Այս տատանումները կարող էին ստեղծել փոքրիկ անկյունային իմպուլսներ տարբեր տարածքներում։ Երբ տիեզերքը ընդլայնվեց, այս փոքրիկ անկյունային իմպուլսները ընդլայնվեցին եւ դարձան այն պտույտները, որոնք մենք տեսնում ենք այսօր։ Մեկ այլ տեսություն ասում է, որ մեր տիեզերքը կարող է լինել ավելի մեծ բազմատիեզերքի մի մասը։ Եթե այդպես է, ապա մեր տիեզերքը կարող է ժառանգել անկյունային իմպուլս ծնող տիեզերքից։ Կամ եթե տիեզերքը ստեղծվել է սև խոռոչից, ինչպես որոշ տեսություններ առաջարկում են, ապա այն կարող է ժառանգել սև խոռոչի պտույտը։ 1988 թվականին ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը Քեմբրիջի համալսարանում հրապարակեց աշխատանք սև խոռոչների ճառագայթման մասին։ Նա ցույց տվեց, որ սև խոռոչները ոչ թե լիովին սև են։ Դրանք արտանետում են ճառագայթում քվանտային էֆեկտների պատճառով։ Այս ճառագայթումը, որը կոչվեց Հոքինգի ճառագայթում, տանում է էներգիա սև խոռոչից։ Երկար ժամանակի ընթացքում սև խոռոչը կարող է լիովին գոլորշիանալ։ Բայց ինչ է պատահում անկյունային իմպուլսի հետ։ Եթե սև խոռոչը պտտվում է եւ արտանետում է Հոքինգի ճառագայթում, արդյոք այս ճառագայթումը տանում է անկյունային իմպուլս։ Հոքինգը եւ այլ ֆիզիկոսներ ցույց տվեցին, որ այո, Հոքինգի ճառագայթումը տանում է անկյունային իմպուլս։ Երբ սև խոռոչը գոլորշիանում է, նրա պտույտը դանդաղում է։ Անկյունային իմպուլսը փոխանցվում է ճառագայթմանը։ Սա նշանակում է, որ անկյունային իմպուլսը պահպանվում է նույնիսկ սև խոռոչների գոլորշիերի գոլորշիացման ժամանակ։ Բայց սա նաև առաջացնում է հարց. եթե սև խոռոչը լիովին գոլորշիանում է, ապա ամբողջ տեղեկատվությունը, որը ընկել էր սև խոռոչի մեջ, ներառյալ անկյունային իմպուլսը, պետք է լինի ճառագայթման մեջ։ Բայց ինչպես կարող է ճառագայթումը պարունակել այս ամբողջ տեղեկատվությունը։ Սա կոչվում է սև խոռոչի տեղեկատվության պարադոքս, եւ ֆիզիկոսները դեռ փորձում են լուծել այն։ Որոշ ֆիզիկոսներ կարծում են, որ պատասխանը կապված է քվանտային շղարշման հետ։ Երբ մասնիկները ընկնում են սև խոռոչի մեջ, դրանք շղարշվում են Հոքինգի ճառագայթման մասնիկների հետ։ Այս շղարշումը թույլ է տալիս տեղեկատվությանը, ներառյալ անկյունային իմպուլսը, փոխանցվել ճառագայթմանը։ Անկյունային իմպուլսը դառնում է այն թելը, որը կապում է սև խոռոչի ներսը դրսի հետ։ Բայց եկեք խոսենք ավելի գործնական բանի մասին։ Ինչպես կարող ենք մենք օգտագործել անկյունային իմպուլսի պահպանումը մեր օգուտին։ Պարզվում է, որ մենք արդեն օգտագործում ենք այն ամեն օր առանց գիտակցելու։ Երբ դուք քշում եք ավտոմեքենա եւ շրջվում եք անկյունով, դուք զգում եք ուժ, որը քաշում է ձեզ դեպի դուրս։ Սա կենտրախույս ուժն է, անկյունային իմպուլսի պահպանման արդյունք։ Ձեր մարմինը ցանկանում է շարունակել շարժվել ուղիղ գծով, բայց ավտոմեքենան ստիպում է ձեզ շրջվել։ Անկյունային իմպուլսը պահպանելու համար ձեր մարմինը դիմադրում է այս շրջմանը։ Երբ դուք նստում եք պտտվող աթոռի վրա եւ մեկնարկում եք պտտվել, դուք կարող եք վերվերահսկել ձեր պտույտի արագությունը, պարզապես բացելով կամ փակելով ձեր ձեռքերը։ Սա անկյունային իմպուլսի պահպանումն է գործողության մեջ։ Դուք վերաբաշխում եք ձեր զանգվածը եւ ձեր պտույտի արագությունը փոխվում է, ընդհանուր անկյունային իմպուլսը հաստատուն պահելու համար։ Երբ դուք նետում եք ֆրիզբի, դուք տալիս եք նրան պտույտ։ Այս պտույտը կայունացնում է ֆրիզբիի թռիչքը։ Անկյունային իմպուլսը դիմադրում է ցանկացած փորձի, փոխելու ֆրիզբիի կողմնորոշումը։ Սա նույն սկզբունքն է, որը օգտագործվում է գիրոսկոպներում, սարքերում, որոնք օգտագործվում են նավարկության համար ինքնաթիռներում, նավերում, տիեզերանավերում։ 1950-րդ թվականներին ինժեներները սկսեցին մշակել գիրոսկոպներ տիեզերանավերի կողմնորոշման համար։ Տիեզերքում չկա օդ, չկա շփում, որը կարող է օգտագործվել շրջվելու համար, բայց կա անկյունային իմպուլսի պահպանում։ Եթե տիեզերանավը ունի պտտվող անիվ, գիրոսկոպ, այն կարող է փոխել իր կողմնորոշումը, փոխելով գիրոսկոպի պտույտի արագությունը կամ ուղղությունը։ Անկյունային իմպուլսը փոխանցվում է գիրոսկոպից տիեզերանավին, եւ տիեզերանավը շրջվում է։ Միջազգային տիեզերական կայանը օգտագործում է 4 հսկայական գիրոսկոպ, վերահսկելու իր կողմնորոշումը։ Յուրաքանչյուր գիրոսկոպ կշռում է շուրջ 330 կիլոգրամ եւ պտտվում է 6000 պտույտ րոպեում արագությամբ։ Երբ կայանը պետք է շրջվի, արևային վահանակները արեգակին ուղղելու կամ հետազոտական սարքավորումները որոշակի ուղղությամբ ուղղելու համար, գիրոսկոպները փոխում են իրենց պտույտի արագությունը։ Անկյունային իմպուլսը փոխանցվում է եւ կայանը շրջվում։ Բայց գիրոսկոպները ունեն սահմանափակում։ Դրանք կարող են պահել միայն սահմանափակ քանակությամբ անկյունային իմպուլս։ Եվ դրանք հասնում են իրենց մաքսիմում պտույտի արագությանը, դրանք չեն կարող ավելի շատ անկյունային իմպուլս կլանել։ Այս պահին կայանը պեղտագործի այլ մեթոդներ, օրինակ ռեակտիվ շարժիչներ, որպիսի ցամաքեսնի գիրոսկոպները վերականգնի դրանց սկզբնական պտույտի արագությունը։ 1990-րդ թվականներին ինժեներները մշակեցին նոր տեսակի գիրոսկոպներ, վերահսկման պահի գիրոսկոպներ։
Սրանք փոքր, թեթև սարքեր են, որոնք կարող են շատ արագ փոխել իրենց պտույտի արագությունը։ Դրանք օգտագործում են արբանյակներում, անօդաչու թռչող սարքերում, նույնիսկ սմարթֆոններում։ Ձեր հեռախոսը գիտի, թե ինչպես է այն կողմնորոշված տարածությունում, որովհետև այն ունի փոքրիկ գիրոսկոպ, որը չափում է անկյունային իմպուլսի փոփոխությունները։ Բայց անկյունային իմպուլսի պահպանումը օգտագործվում է նաև ավելի անսպասելի տեղերում։ Երբ կատու ընկնում է, այն միշտ վայրէջք է կատարում իր ոտքերի վրա։ Ինչպես։ Կատուն օգտագործում է անկյունային իմպուլսի պահպանումը։ Երբ այն սկսում է ընկնել, այն ծալում է իր առաջին մասը և ձգում է իր հետևի մասը։ Սա փոխում է զանգվածի բաշխումը։ Առաջին մասը պտտվում է մի ուղղությամբ, հետևի մասը հակառակ ուղղությամբ։ Ընդհանուր անկյունային իմպուլսը մնում է 0, բայց կատուն կարողանում է շրջվել և վայրէջք կատարել ոտքերի վրա։ 1958 թվականին ֆիզիկոս Թոմաս Քեյնը ֆիլմեց կատուների ընկնելու գործընթացը և վերլուծեց այն։ Նա ցույց տվեց, որ կատուները օգտագործում են բարդ հաջորդականություն շարժումների, վերահսկելու իրենց կողմնորոշումը օդում առանց խախտելու անկյունային իմպուլսի պահպանումը։ Սա ոգեշնչեց ինժեներներին մշակել նմանատիպ մեթոդներ տիեզերանավերի համար։ Այսօր որոշ արբանյակներ օգտագործում են կատվի շրջման մեթոդը, վերահսկելու իրենց կողմնորոշումը առանց օգտագործելու վառելիք։ Բայց եկեք խոսենք ավելի խորը բանի մասին։ Ինչու է անկյունային իմպուլսի պահպանումը այդքան ֆունդամենտալ։ Ինչու է այն աշխատում։ Պատասխանը կապված է տարածության սիմետրիայի հետ։ 1018 թվականին մաթեմատիկոս M. Նյոթերը հրապարակեց թեորեմ, որը դարձավ ֆիզիկայի ամենախորը արդյունքներից մեկը։ Նյոթերի թեորեմը ասում է, որ յուրաքանչյուր սիմետրիա բնության մեջ համապատասխանում է պահպանման օրենքի։ Եթե ֆիզիկայի օրենքները չեն փոխվում ժամանակի հետ, ապա էներգիան պահպանվում է։ Եթե օրենքները չեն փոխվում տարածության մեջ տեղափոխվելիս, ապա իմպուլսը պահպանվում է։ Իսկ եթե օրենքները չեն փոխվում պտույտի ժամանակ, ապա անկյունային իմպուլսը պահպանվում է։ Այսինքն, անկյունայինային իմպուլսի պահպանումը ոչ թե պատահական օրենք է, այն ուղղակի հետևանք է տարածության պտուտային սիմետրիայի։ Տարածությունը նույնն է բոլոր ուղղություններում։ Չկա վեր կամ վար, ձախ կամ աջ տիեզերքում։ Բոլոր ուղղությունները հավասարազոր են։ Այս սիմետրիան ստիպում է անկյունային իմպուլսը պահպանվել։ Բայց ինչ կլիներ, եթե տարածությունը չունենար այս սիմետրիան։ Ինչ կլիներ, եթե կային նախընտրելի ուղղություններ, ապա անկյունային իմպուլսը չէր պահպանվի։ Պտտվող օբյեկտները կդադարեին պտտվել։ Աստղերը, մոլորակները, գալակտիկաները բոլորը կփլուզվեին։ Ատոմները կդառնային անկայուն։ Տիեզերքը, ինչպես մենք ճանաչում ենք այն, չէր գոյություն ունենա։ Այսպիսով, երբ մենք ասում ենք, որ անկյունային իմպուլսը պահպանվում է, մենք իրականում ասում ենք ինչ-որ ավելի խորը։ Մենք ասում ենք, որ տարածությունը ունի հիմնարար սիմետրիա։ Մենք ասում ենք, որ տիեզերքը կառուցված է սկզբունքների վրա, որոնք թույլ են տալիս կառուցվածքի, բարդության, կյանքի գոյությունը։ Բայց կա ևս մեկ խորը կապ։ 1925 թվականին ֆիզիկոսներ Ջորջ Ուլենբեկը և Սեմյուել Գաուտսմիթը հայտնաբերեցին էլեկտրոսպինը, բայց դրանք նաև հայտնաբերեցին ինչ-որ տարօրինակ։ Էլեկտրոնի սպինը չէր կարող բացատրվել որպես էլեկտրոնի բառացի պտույտ իր առանցքի շուրջ։ Եթե էլեկտրոնը իրականում պտտվեր այնպես, որ ունենար դիտարկվող անկյունային իմպուլսը, նրա մակերեսը պետք է շարժվեր ավելի արագ, քան լույսի արագությունը։ Սա անհնար էր։ Այսպիսով, սպինը դարձավ ներքին հատկություն, ինչ-որ բան, որը չէր կարող բացատրվել դասական տերմիններով։ Սպինը էր քվանտային անկյունային իմպուլս, որը գոյություն ուներ առանց դասական պտույտի։ Սա էր հիմնարար բացահայտում։ Անկյունային իմպուլսը կարող էր գոյություն ունենալ որպես ներքին հատկություն, ոչ թե միայն որպես շարժման արդյունք։ Բայց ավելի տարօրինակը, բոլոր ֆունդամենտալ մասնիկները ունեն սպին։ Էլեկտրոնները, քվարկները, նեյտրինոները բոլորը ունեն սպին։ Նույնիսկ ֆոտոնները, լույսի մասնիկները ունեն սպին։ Սպինը դարձավ այնպիսի հատկություն, որը բնորոշ է բոլոր մասնիկներին։ Այն դարձավ այնպիսի հատկություն, որը սահմանում է մասնիկների վարքագիծը, դրանց փոխազդեցությունները, դրանց դերը տիեզերքում։ 1928 թվականին ֆիզիկոս Պոլ Դիրակը մշակեց հավասարում, որը նկարագրում էր էլեկտրոնի վարքագիծը, համատեղելով քվանտային մեխանիկան և հատուկ հարաբերականությունը։ Դիրակի հավասարումը ավտոմատ կերպով ներառում էր սպինը։ Այն կանխատեսում էր, որ էլեկտրոնը պետք է ունենա սպին, առանց որևէ լրացուցիչ ենթադրությունների։ Սպինը դուրս էր գալիս հավասարումից որպես անհրաժեշտ հետևանք։ Բայց Դիրակի հավասարումը կանխատեսեց նաև ինչ-որ այլ բան։ Այն կանխատեսեց հականյութի գոյությունը։ Յուրաքանչյուր մասնիկի համար պետք է գոյություն ունենար հակամասնիկ, նույն զանգվածով, բայց հակառակ լիցքով և հակառակ սպինով։
1931 թվականին ֆիզիկոս Կարլ Անդերսոնը հայտնաբերեց պոզիտրոնը, էլեկտրոնի հակամասնիկը։ Դիրակի կանխատեսումը հաստատվեց։ Այսօր մենք գիտենք, որ յուրաքանչյուր մասնիկ ունի հակամասնիկ։ Քվարկները ունեն հակաքվարկներ, նեյտրինոները ունեն հականեյտրինոներ։ Նույնիսկ որոշ մասնիկներ, ինչպիսիք են ֆոտոնները, են իրենց սեփական հակամասնիկները։ Իսկ սպինը խաղում է կարևոր դեր այս հակամասնիկների վարքագծում։ Երբ մասնիկը եւ հակամասնիկը հանդիպում են, դրանք ոչնչացնում են միմյանց, վերածվելով էներգիայի։ Բայց անկյունային իմպուլսը պետք է պահպանվի։ Եթե մասնիկը եւ հակամասնիկը ունեն հակառակ սպիններ, դրանց ընդհանուր անկյունային իմպուլսը կարող է լինել 0, եւ դրանք կարող են ոչնչացվել առանց խախտելու պահպանման օրենքը։ Բայց եկեք հիմա խոսենք այն մասին, ինչը կարող է ամենաէքստրեմալ օրինակը լինել անկյունային իմպուլսի պահպանման։ Պուլսարները, պտտվող նեյտրոնային աստղերը։ Մենք արդեն խոսեցինք դրանց մասին, բայց եկեք ավելի խորը մտնենք։ Նեյտրոնային աստղը ստեղծվում է, երբ զանգվածային աստղը փլուզվում է սուպերնովայի պայթյունի ժամանակ։ Աստղի կորիզը կծկվում է այնքան ուժգնորեն, որ պրոտոնները եւ էլեկտրոնները միաձուլվում են, ստեղծելով նեյտրոններ։ Արդյունքում ստացվող նեյտրոնային աստղը անհավատալի խիտ է։ Մեկ թեյի գթալ նեյտրոնային աստղի նյութը կշռեր մոտավորապես 1 միլիարդ տոննա։ Բայց երբ աստղը կծկվում է, անկյունային իմպուլսը պետք է պահպանվի։ Եթե սկզբնական աստղը պտտվում էր 1 անգամ ամսում, իսկ նրա շառավիղը էր 1 միլիոն կիլոմետր, ապա երբ այն կծկվում է մինչև 10 կիլոմետր շառավիղ, այն կպտտվի մոտավորապես 100 անգամ վայրկյանում։ Սա անհավատալի արագություն է։ Նեյտրոնային աստղի մակերեսը շարժվում է մոտավորապես 10% լույսի արագությամբ, բայց որոշ պուլսարներ պտտվում են ավելի արագ։ Միլիվայրկյանային պուլսարները ավարտում են մեկ պտույտը մի քանի միլիվայրկյանում։ Սա նշանակում է, որ դրանք պտտվում են հարյուրավոր անգամ վայրկյանում։ Ինչպես է հնարավոր սա։ Ինչպես կարող է նեյտրոնային աստղը պտտվել այդքան արագ առանց քայքայվելու։ Պատասխանը՝ նեյտրոնային աստղի կառուցվածքը։ Նեյտրոնային աստղը ոչ թե պարզապես նեյտրոնների գունդ է, այն ունի շերտավորված կառուցվածք։ Մակերեսը պարունակում է երկաթի կորիզներ եւ էլեկտրոններ։ Ավելի խորը՝ նեյտրոններ եւ պրոտոններ։ Ավելի եւս խորը՝ գերհեղուկ նեյտրոններ։ Իսկ կենտրոնում հավանաբար քվարկներ եւ գլյուոններ, մասնիկները, որոնք կազմում են նեյտրոններն ու պրոտոնները։ Գերհեղուկ նեյտրոնները ունեն 0 մածուցիկություն։ Դրանք հոսում են առանց ցանկացած դիմադրության։ Սա նշանակում է, որ դրանք կարող են պահպանել անկյունային իմպուլս անորոշ ժամանակով, առանց դանդաղելու։ Բայց ավելի հետաքրքիրը, գերհեղուկ նեյտրոնները կարող են ձևավորել վորտեքսներ, պտտվող թելեր, որոնք տարածվում են աստղի միջով։ 1958 թվականին ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը կանխատեսեց, որ գերհեղուկները կարող են ձևավորել քվանտավորված վորտեքսներ։ Յուրաքանչյուր վորտեքս ունի ճշգրիտ 1 քվանտ անկյունային իմպուլս։ Երբ գերհեղուկը պտտվում է, այն ձևավորում է հազարավոր կամ միլիոնավոր այս վորտեքսների։ Վորտեքսների քանակը որոշում է ընդհանուր անկյունային իմպուլսը։ Նեյտրոնային աստղում այս վորտեքսները տարածվում են աստղի միջով, ստեղծելով բարդ կառուցվածք։ Երբ աստղը դանդաղում է, կորցնելով անկյունային իմպուլս մագնիսական դաշտի միջոցով, վորտեքսները դանդաղ շարժվում են դեպի դուրս եւ անհետանում են։ Բայց երբեմն աստղի կեղևը, կոշտ արտաքին շերտը, դանդաղում է ավելի արագ, քան գերհեղուկ ներսը։ Սա ստեղծում է լարվածություն։ Վերջապես գերհեղուկը բռնում է կեղևը եւ փոխանցում է անկյունային իմպուլս։ Աստղը հանկարծ արագանում է։ Սա կոչվում է գլիչ, պուլսարի հանկարծակի արագացում։ Աստղագետները դիտել են տասնյակ գլիչներ տարբեր պուլսարներում։ Յուրաքանչյուր գլիչ տալիս է տեղեկատվություն նեյտրոնային աստղի ներքին կառուցվածքի մասին։ Անկյունային իմպուլսի փոխանցումը դառնում է գործիք, հետազոտելու նյութի ամենաէքստրեմալ վիճակները, որոնք գոյություն ունեն տիեզերքում։ Բայց կա եւս մեկ երևույթ, որը ավելի էքստրեմալ է։ Մագնետարները, նեյտրոնային աստղեր, որոնք ունեն անհավատալի ուժեղ մագնիսական դաշտեր։ Այս դաշտերը միլիարդ անգամ ավելի ուժեղ են, քան ցանկացած մագնիս երկրի վրա։ Դրանք այնքան ուժեղ են, որ կարող են ձևաչափել ատոմները, ձգելով դրանք երկար ձողերի։ Մագնետարները ստեղծում են, երբ շատ արագ պտտվող նեյտրոնային աստղը ունի հզոր դինամո էֆեկտ։ Պտույտը եւ էլեկտրական հոսանքները ստեղծում են մագնիսական դաշտ։ Բայց այս դաշտը այնքան ուժեղ է, որ այն սկսում է արգելակել աստղի պտույտը։ Անկյունային իմպուլսը փոխանցվում է մագնիսական դաշտին եւ աստղը դանդաղում է շատ արագ։ Մագնետարները նաև արտադրում են հզոր պայթյուններ, մագնիսական դաշտի վերակազմավորումներ, որոնք արտանետում են հսկայական քանակությամբ էներգիա։ Այս պայթյունները կարող են լինել այնքան ուժեղ, որ դրանք հայտնաբերվում են հազարավոր լուսատարիների հեռավորությունից։
Իսկ անկյունային իմպուլսը խաղում է կարևոր դեր այս պայթյուններում։ Երբ մագնիսական դաշտը վերակազմավորվում է, անկյունային իմպուլսը վերաբաշխվում է, եւ սա հրահրում է պայթյունը։ Այսպիսով, անկյունային իմպուլսը ոչ միայն պահպանվող քանակություն է, այն ակտիվ խաղացող է տիեզերքի ամենադրամատիկ երևույթներում։ Այն ստեղծում է կառուցվածք, արտադրում է էներգիա, հրահրում է պայթյուններ, այն կապում է քվանտային աշխարհը տիեզերական աշխարհի հետ։ Այն միավորում է ամեն ինչ, սկսած էլեկտրոնի սպինից մինչև գալակտիկայի պտույտը։ Իսկ այժմ, վերջապես, եկեք մտածենք այն մասին, թե ինչ է այս ամենը նշանակում մեզ համար։ Մենք ապրում ենք պտտվող մոլորակի վրա, որը պտտվում է պտտվող աստղի շուրջ, որը պտտվում է պտտվող գալակտիկայում։ Մենք կազմված ենք ատոմներից, որոնց էլեկտրոնները ունեն սպին։ Մեր բջիջները օգտագործում են էլեկտրոնների սպինը էներգիա արտադրելու համար։ Մենք օգտագործում ենք անկյունային իմպուլսի պահպանումը մեր տեխնոլոգիաներում, սմարթֆոններից մինչև տիեզերական կայաններ։ Պտույտը ոչ թե պարզապես երևույթ է, որը մենք դիտում ենք, այն ուժն է, որը ստեղծել է մեզ։ Առանց անկյունային իմպուլսի պահպանման աստղերը չէին ձևավորվի, մոլորակները չէին ստեղծվի, ատոմները չէին լինի կայուն, կյանքը չէր լինի հնարավոր։ Մենք գոյություն ունենք, որովհետև տիեզերքը պտտվում է։ Իսկ երբ դուք հաջորդ անգամ նայեք գիշերային երկնքին եւ տեսնեք աստղերը, հիշեք, դուք տեսնում եք ոչ թե անշարժ լույսի կետեր։ Դուք տեսնում եք պտտվող աստղեր, որոնք պտտվում են պտտվող գալակտիկաներում։ Դուք տեսնում եք տիեզերք, որը երբեք չի դադարում պտտվել։ Դուք տեսնում եք անկյունային իմպուլսի պահպանումը գործողության մեջ, ամենամեծ մասշտաբում, որը մարդկությունը երբևէ ճանաչել է։ Իսկ դուք ինքներդ այս պահին, երբ կարդում եք այս տողերը, դուք մասնակցում եք այս տիեզերական պարին։ Դուք պտտվում եք երկրի հետ։ Դուք պտտվում եք արեգակի շուրջ։ Դուք պտտվում եք գալակտիկայի միջով։ Ձեր ատոմների էլեկտրոնները պտտվում են։ Ձեր բջիջների միտոքոնդրիաները օգտագործում են սպինը էներգիա արտադրելու համար։ Դուք բառացիորեն կազմված եք պտույտների ցույցներից, եւ դուք մասնակցում եք պտույտներին յուրաքանչյուր մակարդակում, սկսած քվանտայինից մինչև տիեզերական։ Սա է անկյունային իմպուլսի պահպանման իսկական նշանակությունը։ Սա ոչ թե պարզապես ֆիզիկայի օրենք է, սա այն սկզբունքն է, որը միավորում է ամեն ինչ։ Սա այն թելն է, որը անցնում է տիեզերքի բոլոր մակարդակների միջով։ Սա այն ուժն է, որը ստեղծել է կառուցվածքը, բարդությունը, կյանքը։ Սա այն պատճառն է, թե ինչու ամեն ինչ պտտվում է, իսկ այժմ դուք գիտեք ինչու։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին շատերը կարծում են, երբ լսում են այս ամենը։ Լավ, հասկանալի է, գիտությունը ասում է, որ ամեն ինչ պտտվում է, բայց սա հնչում է գրեթե որպես միստիկա։ Արդյոք դուք չեք փորձում տեսնել օրինաչափություններ այնտեղ, որտեղ դրանք չկան։ Արդյոք սա չի նման այն մարդկանց, ովքեր տեսնում են նշաններ եւ խորհրդանիշներ ամենուրեք։ Ես լիովին հասկանում եմ, թե որտեղից է գալիս այս կասկածը։ Պատմությունը լի է սխալ տեսություններով, որոնք փորձել են բացատրել տիեզերքը պարզ, գեղեցիկ սկզբունքներով, որոնք վերջում սխալ են հանդիսացել։ Հին հույները կարծում էին, որ ամեն ինչ կազմված է 4 տարերից։ Միջնադարյան ալքիմիկոսները հավատում էին փիլիսոփայական քարին։ 19-րդ դարի գիտնականները կարծում էին, որ տիեզերքը լի է եթերով, անտեսանելի նյութով, որը փոխանցում էր լույսը։ Բոլոր այս տեսությունները ունեին ինչ-որ ընդհանուր։ Դրանք գեղեցիկ էին, դրանք ինտուիտիվ էին, դրանք բացատրում էին շատ բան, բայց դրանք սխալ էին։ Դրանք չէին համապատասխանում փորձարարական տվյալներին։ Երբ գիտնականները սկսեցին ավելի ուշադիր չափել, այս տեսությունները փլուզվեցին։ Այսպիսով, ինչու պետք է անկյունային իմպուլսի պահպանումը լինի այլ կերպ։ Ինչու պետք է մենք հավատանք, որ այս մեկ սկզբունքը իրոք ֆունդամենտալ է։ Պատասխանը պարզ է, որովհետև մենք ստուգել ենք այն։ Ոչ թե մեկ անգամ, ոչ թե 10 անգամ, այլ հազարավոր անգամներ, յուրաքանչյուր հնարավոր պայմաններում, յուրաքանչյուր հնարավոր մասշտաբում։ Անկյունային իմպուլսի պահպանումը ստուգվել է ավելի ճշգրիտ, քան գրեթե ցանկացած այլ ֆիզիկական օրենք։ Երբ Լիգոն հայտնաբերեց գրավիտացիոն ալիքները 1015 թվականին, գիտնականները չափեցին ոչ միայն ալիքների ուժգնությունը, դրանք վերականգնեցին ամբողջ միաձուլման գործընթացը, երկու սև խորոշների զանգվածները, դրանց պտույտները, դրանց ուղեծրային պարամետրերը։ Դրանք հաշվեցին, թե որքան անկյունային իմպուլս էր տարվել ձգրավիտացիոն ալիքների կողմից։ Իսկ գիտեք ինչ։ Թվերը համընկնում էին անկյունային իմպուլսի պահպանման կանխատեսումների հետ 14 տասնորդական նշանների ճշգրտությամբ։ 14 տասնորդական նշաններ։ Սա նշանակում է, որ եթե դուք չափեիք երկրի զանգվածը եւ սխալվեիք մեկ մարդու զանգվածով, դա կլիներ ավելի մեծ սխալ, քան Լիգոյի չափումների սխալը։
Սա այն մակարդակի ճշգրտություն է, որով մենք ստուգել ենք անկյունային իմպուլսի պահպանումը։ Բայց եկեք գնանք ավելի խորը։ Երբ ֆիզիկոսներ Դեյվիդ Վայնլենդը եւ Սերժ Արոշը 1990-րդ թվականներին սկսեցին աշխատել առանձին իոնների եւ ատոմների հետ, բռնելով դրանք օպտիկական թակարդներում եւ ուսումնասիրելով դրանց քվանտային վիճակները, դրանք կարողացան չափել անկյունային իմպուլսի փոփոխությունները անհավատալի ճշգրտությամբ։ Դրանք տեսան, թե ինչպես է մեկ ֆոտոնը փոխանցում իր անկյունային իմպուլսը մեկ ատոմին։ Դրանք հաշվեցին յուրաքանչյուր քվանտ անկյունային իմպուլսը, իսկ յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր մեկ փորձում անկյունային իմպուլսը պահպանվում էր։ Վայնլենդը եւ Արոշը ստացան Նոբելյան մրցանակ 1012 թվականին։ Սա ոչ թե հավատ է, սա ոչ թե փիլիսոփայություն է, սա չափում է։ Սա փորձարարական փաստ է, որը ստուգվել է ավելի ճշգրիտ, քան գրեթե ցանկացած այլ բան, որը մենք գիտենք տիեզերքի մասին։ Բայց ահա ինչն է իսկապես ցնցող։ Անկյունային իմպուլսի պահպանումը աշխատում է ոչ միայն այն դեպքերում, երբ մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է այն աշխատում։ Այն աշխատում է նույնիսկ այնտեղ, որտեղ մեր ինտուիցիան ձախողվում է։ Վերցրեք քվանտային շղարշումը։ Երբ երկու մասնիկներ շղարշվում են, դրանք դառնում են մեկ համակարգ, նույնիսկ եթե դրանք բաժանված են միլիարդավոր կիլոմետրներով։ Եթե դուք չափեք մեկ մասնիկի սպինը եւ գտնեք, որ այն պտտվում է վերև, ապա մյուս մասնիկը անմիջապես կլինի պտտվող ներքև, անկախ նրանից, թե որքան հեռու է այն։ Այնշտայնը անվանեց սա ուրվական հեռավոր գործողություն եւ չէր հավատում դրան։ Բայց փորձերը ցույց են տվել, որ սա իրական է։ Իսկ անկյունային իմպուլսը պահպանվում է նույնիսկ այս տարօրինակ իրավիճակում։ Երբ դուք չափեք մեկ մասնիկի սպինը, ընդհանուր անկյունային իմպուլսը երկու մասնիկների համակարգում մնում է հաստատուն։ Տեղեկատվությունը ճանապարհորդում է ավելի արագ, քան լույսը, ոչ թե խախտելով հարաբերականությունը, այլ օգտագործելով քվանտային շղարշումը։ Բայց անկյունային իմպուլսը միշտ պահպանվում է։ 1998 թվականին ֆիզիկոս Անտոն Զելինգերը Վիեննայի համալսարանում կատարեց փորձ, որտեղ նա ստեղծեց շղարշված ֆոտոնների զույգեր եւ ուղարկեց դրանք տարբեր ուղղություններով։ Երբ նա չափեց մեկ ֆոտոնի անկյունային իմպուլսը, մյուսը անմիջապես իմացավ իր վիճակը։ Ընդհանուր անկյունային իմպուլսը պահպանվեց։ Սա աշխատեց նույնիսկ երբ ֆոտոնները բաժանված էին տասնյակ կիլոմետրներով։ Զելինգերը ստացավ Նոբելյան մրցանակ 1022 թվականին։ Այսպիսով, անկյունային իմպուլսի պահպանումը ոչ թե պարզապես դասական օրենք է, այն քվանտային օրենք է, որը աշխատում է նույնիսկ այնտեղ, որտեղ մեր ամենօրյա փորձը եւ ինտուիցիան ձախողվում են։ Այն խորն է ներկառուցված տիեզերքի կառուցվածքում, ավելի խորը, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Բայց եկեք խոսենք ավելի մեծ հարցի մասին։ Ինչու՞։ Ինչու է անկյունային իմպուլսը պահպանվում։ Ինչու է տիեզերքը կառուցված այսպես։ Հիշեք Էմինյոթերի թեորեմը։ Անկյունային իմպուլսի պահպանումը հետևանք է տարածության պտուտային սիմետրիայի։ Տարածությունը նույնն է բոլոր ուղղություններում։ Չկա նախընտրելի ուղղություն տիեզերքում։ Սա թվում է պարզ, բայց մտածեք դրա հետևանքների մասին։ Եթե տարածությունը ունենար նախընտրելի ուղղություն, եթե կար բացարձակ վեր կամ բացարձակ ձախ, ապա ֆիզիկայի օրենքները կլինեին տարբեր ուղղություններում։ Քիմիան կաշխատեր այլ կերպ, կախված նրանից, թե որ ուղղությամբ եք դուք նայում։ Կենսաբանությունը կլիներ անհնար, որովհետև կենդանի օրգանիզմները հիմնված են քիմիական ռեակցիաների վրա, որոնք պետք է աշխատեն նույն կերպ բոլոր ուղղություններում։ Տիեզերքը պետք է լիներ իզոտրոպ, նույնը բոլոր ուղղություններում, որպեսզի կյանքը հնարավոր լիներ։ Իսկ եթե տիեզերքը իզոտրոպ է, ապա անկյունային իմպուլսը պետք է պահպանվի։ Սա ոչ թե պատահականություն է, սա անհրաժեշտություն է։ Բայց կա ավելի խորը մակարդակ։ 1958 թվականին ֆիզիկոսներ Չեն Նինգ Յանգը եւ Ցունգ Դաո Լին ցույց տվեցին, որ թույլ միջուկային ուժը խախտում է հայելային սիմետրիան։ Բնությունը տարբերակում է ձախ աջից։ Սա էր ցնցող բացահայտում։ Բայց նույնիսկ երբ հայելային սիմետրիան խախտվում է, անկյունային իմպուլսը դեռ պահպանվում է։ Պտուտային սիմետրիան ավելի ֆունդամենտալ է, քան հայելային սիմետրիան։ Իրականում ֆիզիկոսները հայտնաբերել են, որ կան միայն մի քանի սիմետրիաներ, որոնք իսկապես ֆունդամենտալ են։ Պտուտային սիմետրիան դրանցից մեկն է։ Մյուսները են ժամանակի տեղափոխման սիմետրիան, որը հանգեցնում է էներգիայի պահպանման, եւ տարածության տեղափոխման սիմետրիան, որը հանգեցնում է իմպուլսի պահպանման։ Այս երեք սիմետրիաները՝ ժամանակ, տարածություն եւ պտույտ, սահմանում են տիեզերքի հիմնական կառուցվածքը։ Դրանք ոչ թե պարզապես օրենքներ են, որոնք մենք բացահայտել ենք, դրանք այն սկզբունքներն են, որոնք թույլ են տալիս տիեզերքի գոյությունը։ Բայց հիմա եկեք խոսենք ամենախորը հարցի մասին։
Մենք ասացինք, որ անկյունային իմպուլսը պահպանվում է, որովհետև տարածությունը ունի պտուտային սիմետրիա։ Բայց ինչու ունի տարածությունը այս սիմետրիան։ Ինչու է տիեզերքը կառուցված այսպես։ Սա հարց է, որին ֆիզիկան չի կարող պատասխանել։ Ֆիզիկան կարող է նկարագրել, թե ինչպես է աշխատում տիեզերքը, բայց ոչ թե ինչու է այն աշխատում այդպես։ Մենք կարող ենք ասել, որ անկյունային իմպուլսը պահպանվում է, որովհետև տարածությունը ունի պտուտային սիմետրիա։ Բայց ինչու ունի տարածությունը այս սիմետրիան։ Սա փիլիսոփայական հարց է։ Որոշ ֆիզիկոսներ կարծում են, որ պատասխանը կապված է անթրոպիկ սկզբունքի հետ։ Մենք դիտում ենք տիեզերք, որն ունի այս սիմետրիաները, որովհետև միայն այսպիսի տիեզերքում կարող է գոյություն ունենալ կյանքը եւ դիտողները։ Եթե տիեզերքը չունենար պտուտային սիմետրիա, անկյունային իմպուլսը չէր պահպանվի, աստղերը եւ մոլորակները չէին ձևավորվի, եւ մենք չէինք լինի այստեղ, հարցնելու այս հարցը։ Այլ ֆիզիկոսներ կարծում են, որ պատասխանը կարող է լինել ավելի խորը։ Թերևս տարածությունը ինքը ոչ թե ֆունդամենտալ է, այլ առաջանում է ավելի հիմնարար ինչ-որ բանից։ Թերևս քվանտային տեղեկատվությունից, թերևս թելերից, թերևս ինչ-որ բանից, որը մենք դեռ չենք հասկանում։ Իսկ պտուտային սիմետրիան կարող է լինել այլիհիս ավելի հիմնարար կառուցվածքի հատկություն։ Բայց ահա, ի՞նչն է իսկապես հիանալի։ Անկախ նրանից, թե ինչ է պատասխանը այս խորագույն հարցին, անկյունային իմպուլսի պահպանումը մնում է փաստ։ Մենք չգիտենք ինչու է այն աշխատում, բայց մենք գիտենք, որ այն աշխատում է։ Իսկ այս գիտելիքը թույլ է տվել մեզ հասկանալ տիեզերքը այնպիսի խորությամբ, որը մեր նախնիները չէին կարող նույնիսկ երազել։ Երբ Իսահակ Նյուտոնը 1687 թվականին հրապարակեց Principia Mathematicան, նա դրեց ժամանակակից ֆիզիկայի հիմքերը։ Բայց նույնիսկ Նյուտոնը չէր հասկանում անկյունային իմպուլսի պահպանման լրիվ նշանակությունը։ Նա տեսավ, որ մոլորակները պահպանում են իրենց ուղեցրային շարժումը, բայց նա չէր կարող պատկերացնել, որ նույն սկզբունքը կառավարում է ամեն ինչ, սկսած ատոմներից մինչև գալակտիկաներ։ 300 տարի անց մենք տեսնում ենք ավելի հեռու։ Մենք տեսնում ենք, որ անկյունային իմպուլսի պահպանումը ոչ թե պարզապես մեխանիկայի օրենք է, այն քվանտային սկզբունք է, որը սահմանում է մասնիկների վարքագիծը։ Այն հարաբերականության սկզբունք է, որը աշխատում է նույնիսկ սև խոռոչների մոտ։ Այն տիեզերաբանական սկզբունք է, որը բացատրում է գալակտիկաների կառուցվածքը։ Այն տենսաբանական սկզբունք է, որը թույլ է տալիս մեր բջիջների աշխատանքը։ Իսկ ամենահիանալին այն է, որ այս ամենը կապված է մեկ պարզ գաղափարի հետ՝ պտույտը։ Տիեզերքը պտտվում է յուրաքանչյուր մակարդակում, եւ այս պտույտը ոչ թե պատահական է, այն անհրաժեշտ է։ Այն մեխանիզմն է, որը թույլ է տալիս կառուցվածքի, բարդության, կյանքի գոյությունը։ Մտածեք այս մասին։ Եթե տիեզերքը չպտտվեր, եթե անկյունային իմպուլսը չպահպանվեր, ապա ամեն ինչ կընկներ դեպի կենտրոն։ Գազի ամպերը կփլուզվեին ուղղակիորեն սև խոռոչների մեջ, առանց ձևավորելու աստղեր։ Աստղերը չէին ունենա մոլորակներ, ատոմները կլինեին անկայուն։ Տիեզերքը կլիներ պարզ, միատեսակ, անկենդան։ Բայց տիեզերքը պտտվում է, իսկ այս պտույտը ստեղծում է բազմազանություն։ Երբ գազի ամպը կծկվում է, պտույտը ստիպում է այն ձևավորել սկավառակ։ Այս սկավառակում տարբեր տարածքները ունեն տարբեր պայմաններ։ Որոշ տարածքներում ձևավորվում են քարային մոլորակներ, մյուսներում գազային հսկաներ, մյուսներում սառցե մարմիններ։ Պտույտը ստեղծում է բազմազանություն, իսկ բազմազանությունը թույլ է տալիս բարդության առաջացումը։ Քարային մոլորակների վրա կարող են լինել օվկիանոսներ։ Օվկիանոսներում կարող են լինել քիմիական ռեակցիաներ։ Քիմիական ռեակցիաները կարող են ստեղծել բարդ մոլեկուլներ։ Բարդ մոլեկուլները կարող են ձևավորել ինքնավերարտադրվող համակարգեր։ Ինքնավերարտադրվող համակարգերը կարող են էվոլյուցիայի ենթարկվել։ Էվոլյուցիան կարող է ստեղծել կյանք։ Ամբողջ այս շղթան, սկսած գազի ամպից մինչև կյանք, հնարավոր է միայն այն պատճառով, որ տիեզերքը պտտվում է։ Անկյունային իմպուլսի պահպանումը ոչ թե պարզապես ֆիզիկայի օրենք է, այն ստեղծագործական սկզբունք է։ Այն մեխանիզմ է, որով տիեզերքը ստեղծում է նորը, բարդը, անսպասելին։ Իսկ մենք մարդիկ ենք այս գործընթացի արդյունքը։ Մենք ենք այն, ինչ տիեզերքը կարող է ստեղծել, երբ այն պտտվում է միլիարդավոր տարիներ։ Մենք ենք պտույտի արդյունքը, բարդացված, կազմակերպված, գիտակցող։ Իսկ այժմ, երբ մենք նայում ենք հետ դեպի տիեզերքը եւ փորձում ենք հասկանալ այն, մենք օգտագործում ենք նույն սկզբունքը, որը ստեղծել է մեզ։ Մենք չափում ենք աստղերի պտույտները, մոլորակների ուղեցրերը, գալակտիկաների շարժումները։ Մենք օգտագործում ենք անկյունային իմպուլսի պահպանումը որպես գործիք, վերծանելու տիեզերքի գաղտիկները։ Երբ աստղագետները դիտում են հեռավոր գալակտիկա եւ չափում են նրա պահպանումը, այդ գալակտիկան մեր համար է համարվում։ Նրա գործունեությունը կամ ապագա պահանջը կամ կայունությունը մեզ համար է համարվում։
Այն, ինչ մեր համար է կյանք, հետաքրքրություն կամ հոգեբանական անձրևավոր գալակտիկա եւ չափում են նրա պտույտի կորը, դրանք կարող են հաշվարկել, թե որքան զանգված է պարունակվում այդ գալակտիկայում։ Բայց երբ դրանք անում են այս հաշվարկը, դրանք հայտնաբերում են ինչ-որ տարօրինակ։ Գալակտիկան պտտվում է չափազանց արագ։ Տեսանելի աստղերը եւ գազը չեն պարունակում բավարար զանգված, բացատրելու այս պտույտը։ Պետք է լինի ինչ-որ այլ բան, ինչ-որ անտեսանելի զանգված։ Սա է մութ նյութը։ Մենք չգիտենք, թե ինչ է այն, մենք չենք կարող տեսնել այն, բայց մենք գիտենք, որ այն գոյություն ունի, որովհետև մենք տեսնում ենք նրա ազդեցությունը անկյունային իմպուլսի վրա։ Գալակտիկաները պտտվում են այնպես, կարծես դրանք պարունակում են 10 անգամ ավելի շատ զանգված, քան մենք տեսնում ենք։ Այս լրացուցիչ զանգվածը պետք է լինի մութ նյութ։ Անկյունային իմպուլսի պահպանումը դարձավ այն գործիքը, որը թույլ տվեց մեզ բացահայտել, որ տիեզերքի զանգվածի մեծ մասը անտեսանելի է։ Սա էր հիմնարար բացահայտում։ Մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ ամեն ինչ, ինչ մենք տեսնում ենք, աստղերը, գալակտիկաները, մենք ինքներս, կազմում է միայն մոտավորապես 5%-ը ընդհանուր զանգվածից։ Մնացած 95%-ը մութ նյութ եւ մութ էներգիա է։ Բայց մենք գիտենք սա միայն այն պատճառով, որ մենք հասկանում ենք անկյունային իմպուլսի պահպանումը։ Մենք գիտենք, թե ինչպես պետք է պտտվեն գալակտիկաները, եթե դրանք պարունակեն միայն տեսանելի նյութ։ Իսկ երբ մենք տեսնում ենք, որ դրանք պտտվում են այլ կերպ, մենք գիտենք, որ պետք է լինի ինչ-որ այլ բան։ Սա է գիտության ուժը։ Մենք չենք պարզապես դիտում երևույթները, մենք հասկանում ենք սկզբունքները։ Իսկ երբ մենք հասկանում ենք սկզբունքները, մենք կարող ենք կանխատեսել, թե ինչ պետք է տեսնենք։ Իսկ երբ մենք տեսնում ենք ինչ-որ այլ բան, մենք գիտենք, որ կա ինչ-որ նոր բան, ինչ-որ բան, որը մենք դեռ չենք հասկանում։ Մութ նյութը մեր անգիտության խորհրդանիշ է, բայց այն նաև մեր գիտելիքի խորհրդանիշ է։ Մենք գիտենք, որ մութ նյութը գոյություն ունի, որովհետև մենք հասկանում ենք անկյունային իմպուլսի պահպանումը։ Մենք գիտենք, թե ինչ փնտրել, նույնիսկ եթե մենք դեռ չգիտենք, թե ինչ կգտնենք։ Իսկ սա բերում է մեզ դեպի վերջնական ամենախորը հարցը։ Ինչ չենք մենք դեռ գիտի։ Ինչ են այն սահմանները մեր հասկացողության։ Մենք գիտենք, որ անկյունային իմպուլսը պահպանվում է։ Մենք գիտենք, որ սա հետևանք է տարածության պտուտային սիմետրիայի։ Բայց մենք չգիտենք, թե ինչու ունի տարածությունը այս սիմետրիան։ Մենք չգիտենք, թե ինչ է տարածությունը իրականում։ Արդյոք այն ֆունդամենտալ է, թե առաջանում է ավելի հիմնարար ինչ-որ բանից։ Մենք գիտենք, որ քվանտային մեխանիկան եւ ընդհանուր հարաբերականությունը երկուսն էլ աշխատում են անհավատալի լավ իրենց տիրույթներում, բայց մենք չգիտենք, թե ինչպես միավորել դրանք։ Մենք չունենք քվանտային գրավիտացիայի տեսություն։ Իսկ առանց այդպիսի տեսության մենք չենք կարող հասկանալ, թե ինչ է պատահում սև խորոշների կենտրոններում կամ մեծ պայթյունի առաջին պահերին։ Մենք գիտենք, որ տիեզերքը ընդլայնվում է եւ ընդլայնումը արագանում է, բայց մենք չգիտենք, թե ինչու։ Մենք անվանում ենք այն մութ էներգիա, բայց սա պարզապես անուն է մեր անգիտության համար։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան, որտեղից է այն գալիս կամ ինչու է այն գոյություն ունենում։ Մենք գիտենք, որ տիեզերքը սկսվել է մեծ պայթյունից, բայց մենք չգիտենք, թե ինչ էր մինչև մեծ պայթյունը կամ արդյոք մինչև հասկացությունը նույնիսկ իմաստ ունի։ Մենք չգիտենք, թե ինչու սկսվեց մեծ պայթյունը կամ արդյոք մեր տիեզերքը միակն է, թե կա բազմատիեզերք։ Սրանք մեծ, բաց հարցեր են։ Իսկ անկյունային իմպուլսի պահպանումը կարող է օգնել մեզ պատասխանել դրանց։ Երբ մենք վերջապես կմշակենք քվանտային գրավիտացիայի տեսություն, անկյունային իմպուլսը կլինի այն սկզբունքներից մեկը, որը պետք է պահպանվի։ Երբ մենք կհասկանանք մութ էներգիան, մենք կպետք է բացատրենք, թե ինչպես է այն փոխազդում անկյունային իմպուլսի հետ։ Երբ մենք կուսումնասիրենք մեծ պայթյունը, մենք կպետք է հետևենք անկյունային իմպուլսի էվոլյուցիան։ Անկյունային իմպուլսի պահպանումը կմնա մեր ուղեցույցը, նույնիսկ երբ մենք մտնենք անհայտ տարածքներ։ Սա այն սկզբունքն է, որը մենք կարող ենք վստահել, նույնիսկ երբ ամեն ինչ մյուսը անորոշ է։ Իսկ սա, վերջապես, է անկյունային իմպուլսի պահպանման իսկական նշանակությունը։ Սա ոչ թե պարզապես փաստ է տիեզերքի մասին, սա գործիք է հասկանալու տիեզերքը։ Սա կամուրջ է կապելու այն, ինչ մենք գիտենք, այն, ինչ մենք դեռ չգիտենք։ Սա թել է, որը անցնում է ամբողջ ֆիզիկայի միջով, սկսած քվանտային մեխանիկայից մինչև տիեզերաբանություն։ Իսկ դուք այս պահին, երբ կարդում եք այս տողերը, դուք մասնակցում եք այս մեծ պատմությանը։ Դուք պտտվում եք երկրի հետ, որը պտտվում է արեգակի շուրջ, որը պտտվում է գալակտիկայի միջով։ Ձեր ատոմների էլեկտրոնները պտտվում են։ Ձեր բջիջները օգտագործում են այս պտույտը կյանքի համար։ Դուք կապված եք տիեզերքի ամենախորը սկզբունքների հետ։ Իսկ երբ դուք նայում եք գիշերային երկնքին եւ տեսնում եք աստղերը, հիշեք, դուք տեսնում եք ոչ թե անշարժ լույսի կետեր,
Դուք տեսնում եք պտտվող աստղեր, որոնք ծնվել են պտտվող գազի ամպերից, որոնք ձևավորվել են պտտվող գալակտիկաներում։ Դուք տեսնում եք տիեզերք, որը երբեք չի դադարում պտտվել։ Դուք տեսնում եք անկյունային իմպուլսի պահպանումը գործողության մեջ, ամենամեծ մասշտաբում, որը մարդկությունը երբևէ ճանաչել է։ Իսկ սա միայն սկիզբն է։ Յուրաքանչյուր նոր բացահայտում, յուրաքանչյուր նոր դիտարկում, յուրաքանչյուր նոր տետություն, չուր նոր տեսություն բերում է մեզ ավելի մոտ, հասկանալու այն խորը կապը, որը միավորում է ամեն ինչ։ Պտույտը, անկյունային իմպուլսը, պահպանումը, սրանք ոչ թե պարզապես բառեր են, սրանք բանալիներ են դեպի տիեզերքի ամենախորը գաղտնիքները։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին մենք իսկապես չենք սիրում խոսել։ Սահմանների մասին, անհայտի մասին, այն մասին, ինչ մենք երբեք չենք իմանա։ Մենք պատմեցինք ձեզ, թե ինչպես է անկյունային իմպուլսը պահպանվում ամենուրեք, սկսած քվանտային մասնիկներից մինչև գալակտիկաներ։ Մենք ցույց տվեցինք, թե ինչպես է այս սկզբունքը ստեղծում կառուցվածքը, բարդությունը, կյանքը։ Բայց ահա ճշմարտությունը, որը յուրաքանչյուր ազնիվ գիտնական պետք է ընդունի։ Մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք չենք հասկանում ամեն ինչ։ Իսկ որոշ բաներ, հավանաբար, մենք երբեք չենք հասկանա։ Վերցրեք քվանտային մեխանիկան։ Մենք գիտենք, որ էլեկտրոնները ունեն սպին, անկյունային իմպուլս։ Մենք կարող ենք հաշվարկել այս սպինը անհավատալի ճշգրտությամբ։ Մենք կարող ենք օգտագործել այն տեխնոլոգիաներում։ Բայց արդյոք մենք իսկապես հասկանում ենք, թե ինչ է սպինը։ Էլեկտրոնը չի պտտվում բառացի իմաստով։ Եթե այն պտտվեր որպես փոքրիկ գունդ, նրա մակերեսը պետք է շարժվեր ավելի արագ, քան լույսը։ Սա անհնար է։ Այսպիսով, սպինը ներքին հատկություն է, ինչ որ բան, որը գոյություն ունի առանց դասական պտույտի։ Բայց ինչ է սա նշանակում։ Ինչպես կարող է ինչ որ բան ունենալ անկյունային իմպուլս առանց պտտվելու։ Մենք կարող ենք գրել հավասարումները։ Մենք կարող ենք կատարել հաշվարկները։ Մենք կարող ենք կանխատեսել փորձարարական արդյունքները, բայց արդյոք մենք իսկապես հասկանում ենք, կամ մենք պարզապես սովորել ենք մանիպուլյացիայի ենթարկել խորհրդանիշները առանց իսկապես հասկանալու, թե ինչ են դրանք ներկայացնում։ Ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը մի անգամ ասաց. «Կարծում եմ, որ կարող եմ ապահովագրված ասել, որ ոչ ոք չի հասկանում քվանտային մեխանիկան»։ Իսկ Ֆեյնմանը մեկն էր ամենամեծ ֆիզիկոսներից, ովքեր երբևէ ապրել են։ Եթե նա չէր հասկանում, ապա ինչ հույս ունենք մենք։ Բայց թերևս սա սխալ հարց է։ Թերևս հասկանալը չի նշանակում ունենալ ինտուիտիվ ամենօրյա զգացում։ Թերևս հասկանալը նշանակում է ունենալ մաթեմատիկական կառուցվածք, որը թույլ է տալիս կանխատեսել եւ բացատրել։ Իսկ այս իմաստով մենք իսկապես հասկանում ենք անկյունային իմպուլսը։ Մենք ունենք տեսություններ, որոնք աշխատում են, բայց կա ավելի խորը խնդիր։ Մենք ասացինք, որ անկյունային իմպուլսը պահպանվում է, որովհետև տարածությունը ունի պտուտային սիմետրիա։ Բայց ինչ է տարածությունը։ Արդյոք այն ինչ որ բան է իրական, ֆիզիկական, թե պարզապես մաթեմատիկական կառուցվածք մեր հավասարումներում։ 1915 թվականին Ալբերտ Այնշտայնը ցույց տվեց, որ տարածությունը եւ ժամանակը ճկուն են։ Դրանք կարող են ձգվել, կծկվել, ծռվել գրավիտացիայի ազդեցությամբ։ Սա էր հեղափոխական գաղափար։ Բայց այն նաև բարձրացրեց նոր հարցեր։ Եթե տարածությունը կարող է ձգվել եւ կծկվել, ապա ինչ է այն կազմված։ Ինչ է այն ձգվում։ Որոշ ֆիզիկոսներ կարծում են, որ տարածությունը կազմված է ավելի փոքր բաներից, տարածության ատոմներից կամ տարածության քվանտներից։ Այլ ֆիզիկոսներ կարծում են, որ տարածությունը առաջանում է քվանտային շղարշումից, կապերից մասնիկների միջև։ Երրորդները կարծում են, որ տարածությունը պարզապես մաթեմատիկական կառուցվածք է, առանց ֆիզիկական իրականության։ Մենք չգիտենք։ Իսկ եթե մենք չգիտենք, թե ինչ է տարածությունը, ապա ինչպես կարող ենք ասել, որ մենք հասկանում ենք պտուտային սիմետրիան։ Ինչպես կարող ենք ասել, որ մենք հասկանում ենք անկյունային իմպուլսի պահպանումը։ Պատասխանը՝ մենք չենք կարող, ոչ լիովին։ Մենք կարող ենք նկարագրել, թե ինչպես է այն աշխատում։ Մենք կարող ենք օգտագործել այն, լայն, բայց խորը, ֆունդամենտալ իմաստով մենք չենք հասկանում, թե ինչու է այն աշխատում։ Իսկ սա բերում է մեզ դեպի ավելի մեծ հարց։ Ինչ է իրականությունը։ Ինչ է տիեզերքի իրականում։ Մենք տեսնում ենք աստղերը, գալակտիկաները, մոլորակները։ Մենք չափում ենք դրանց պտույտները, դրանց զանգվածները, դրանց հեռավորությունները։ Մենք կառուցում ենք մոդելներ, որոնք բացատրում են այս դիտարկումները։ Բայց արդյոք մեր մոդելները ներկայացնում են իրականությունը, թե պարզապես օգտակար ֆիկցիաներ են, որոնք թույլ են տալիս մեզ կանխատեսել։ Քվանտային մեխանիկան ասում է, որ մասնիկները գոյություն ունեն հավանականության վիճակներում, մինչև դրանք չափվեն։ Էլեկտրոնը չի գտնվում որոշակի տեղում, մինչև դուք չափեք նրա դիրքը։ Այն գոյություն ունի որպես ամփ հավանականության, տարածված տարածության վրա։ Միայն երբ դուք դիտում եք,
Ամպը փլուզվում է մեկ կետի մեջ։ Բայց ինչ է նշանակում սա։ Արդյոք դիտարկումը ստեղծում է իրականությունը։ Արդյոք ամեն ինչ, ինչ մենք չենք դիտում, գոյություն ունի միայն որպես հավանականություն։ Իսկ ինչ է դիտարկումը։ Արդյոք պետք է լինի գիտակցող դիտող, թե ցանկացած ֆիզիկական փոխազդեցություն համարվում է դիտարկում։ Սրանք բաց հարցեր են։ Ֆիզիկոսները վիճում են դրանց շուրջ գրեթե 1 դար։ Կան տարբեր մեկնաբանություններ քվանտային մեխանիկայի՝ կոպենհագենյան, բազմաշխարհային, պիլոտալիքային, բազմաթիվ այլ։ Յուրաքանչյուրը տալիս է տարբեր պատասխան այս հարցերին, բայց ոչ մեկը չի կարող ապացուցվել կամ հերքվել փորձարարորեն։ Այսպիսով, մենք ունենք տեսություն, քվանտային մեխանիկա, որը աշխատում է անհավատալի լավ։ Այն կանխատեսում է փորձարարական արդյունքները անհավատալի ճշգրտությամբ։ Բայց մենք չգիտենք, թե ինչ է այն իսկապես ասում իրականության մասին։ Իսկ անկյունային իմպուլսը գտնվում է այս անորոշության կենտրոնում։ Մենք գիտենք, որ այն պահպանվում է քվանտային համակարգերում։ Մենք կարող ենք հաշվարկել սպինի վիճակները, անցումները, շղարշումները, բայց մենք չգիտենք, թե ինչ է սպինը իրականում։ Մենք չգիտենք, թե արդյոք այն ինչ-որ բան է իրական, թե պարզապես մաթեմատիկական հատկություն։ Բայց թերևս սա սխալ տարբերություն է։ Թերևս իրական եւ մաթեմատիկական չեն տարբերվում այնպես, ինչպես մենք կարծում ենք։ Թերևս տիեզերքը ինքը մաթեմատիկական է, խորը, ֆունդամենտալ իմաստով։ 1958 թվականին ֆիզիկոս Յուջին Վիգները գրեց հոդված «Մաթեմատիկայի անհիմն արդյունավետությունը բնական գիտություններում»։ Նա հարցրեց. ինչու է մաթեմատիկան, որը մշակվել է մարդկային միտքում, այդքան կատարյալ նկարագրում ֆիզիկական աշխարհը։ Ինչու են հավասարումները, որոնք գրված են թղթի վրա, կանխատեսում երևույթները, որոնք տեղի են ունենում միլիարդավոր լուսատարիների հեռավորության վրա։ Վիգները չգտավ պատասխան, բայց նա առաջարկեց, որ սա կարող է լինել ամենախորը խորհուրդը ֆիզիկայում։ Թերևս տիեզերքը ինքը մաթեմատիկական կառուցվածք է։ Թերևս անկյունային իմպուլսի պահպանումը, պտուտային սիմետրիան, բոլոր ֆիզիկայի օրենքները, սրանք ոչ թե նկարագրություններ են իրականության, այլ իրականությունը ինքը։ Սա տարօրինակ գաղափար է։ Այն նշանակում է, որ տիեզերքը ոչ թե կազմված է մաթեմատիկայից, այլ է մաթեմատիկա։ Մասնիկները, դաշտերը, ուժերը, սրանք բոլորը մաթեմատիկական կառուցվածքներ են, որոնք գոյություն ունեն որպես վերացական օբյեկտներ։ Բայց եթե այդպես է, ապա ինչ ենք մենք։ Արդյոք մենք նույնպես մաթեմատիկական կառուցվածքներ ենք։ Արդյոք մեր գիտակցությունը, մեր փորձառությունը, մեր զգացումները, արդյոք սրանք բոլորը պարզապես հաշվարկներ են, որոնք տեղի են ունենում մաթեմատիկական տիեզերքում։ Մենք չգիտենք։ Սա հարց է, որը գտնվում է ֆիզիկայի եւ փիլիսոփայության սահմանագծում։ Սա հարց է, որին գուցե երբեք չպատասխանվի։ Բայց ահա ինչն է հիանալի։ Նույնիսկ առանց պատասխանի այս խորագույն հարցերին մենք կարող ենք շարունակել սովորել։ Մենք կարող ենք շարունակել բացահայտել։ Մենք կարող ենք շարունակել հասկանալ ավելի շատ տիեզերքի մասին։ Անկյունային իմպուլսի պահպանումը կմնա մեր ուղեցույցը, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք պատասխանում այս փիլիսոփայական հարցերին։ Այն կմնա այն սկզբունքը, որը միավորում է ամեն ինչ, սկսած քվանտային մասնիկներից մինչև գալակտիկաներ։ Իսկ հիմա եկեք վերադառնանք այնտեղ, որտեղ սկսեցինք։ Դեպի ձեզ, դեպի այս պահը։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Մենք ասացինք, որ այս պահին դուք պտտվում եք տիեզերական տարածությունում 1600 կմ/ժ արագությամբ, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ 107,000 կմ/ժ արագությամբ, որ արեգակային համակարգը պտտվում է գալակտիկայի միջով 700,000 կմ/ժ արագությամբ։ Այժմ, երբ դուք գիտեք ամեն ինչ, ինչ մենք պատմեցինք, այս փաստերը ձեռք են բերում նոր նշանակություն։ Դուք չեք պարզապես շարժվում տիեզերքում, դուք մասնակցում եք տիեզերական պարին, որը սկսվել է մեծ պայթյունից եւ կշարունակվի մինչեւ տիեզերքի վերջը։ Ձեր պտույտը կապված է բոլոր այլ պտույտների հետ։ Երբ դուք շարժում եք ձեր ձեռքը, դուք փոխում եք երկրի պտույտը, անհավատալի փոքր քանակությամբ, բայց իրական։ Երբ դուք քայլում եք, դուք փոխանցում եք անկյունային իմպուլս երկրին։ Երբ դուք շնչում եք, ձեր թոքերի մոլեկուլները պտտվում են, եւ այս պտույտները կապված են ամբողջ տիեզերքի հետ։ Դուք ոչ թե պարզապես դիտող եք, դուք մասնակից եք։ Դուք մաս եք այն համակարգի, որը դուք դիտում եք։ Ձեր գոյությունը, ձեր գիտակցությունը, ձեր մտքերը, բոլորը մաս են տիեզերքի, որը փորձում է հասկանալ ինքն իրեն։ Իսկ սա թերևս ամենահիանալի բանն է։ Տիեզերքը ստեղծել է կառույցներ, աստղեր, մոլորակներ, կյանք, գիտակցություն։ Իսկ այժմ այս գիտակցությունը մենք նայում ենք հետ դեպի տիեզերքը եւ փորձում ենք հասկանալ այն։ Տիեզերքը դարձել է ինքնագիտակից, մեր միջոցով։
Երբ դուք նայում եք գիշերային երկնքին եւ տեսնում եք աստղերը, դուք տեսնում եք ոչ թե ինչ-որ արտաքին օտար բան։ Դուք տեսնում եք ձեր ծագումը։ Ձեր մարմնի ատոմները ստեղծվել են աստղերի կորիզներում։ Ձեր մարմնի ծանր տարրերը, ածխածինը, թթվածինը, ազոտը, երկաթը, բոլորը ստեղծվել են աստղերում, որոնք պայթել են միլիարդավոր տարիներ առաջ։ Դուք բառացիորեն աստղային փոշի եք, բայց ոչ թե պարզապես փոշի։ Դուք աստղային փոշի եք, որը կազմակերպվել է այնպես, որ կարող է մտածել, զգալ, հարցնել։ Դուք տիեզերքի այն մասն եք, որը դարձել է բավականաչափ բարդ, հիանալու ինքն իրենով։ Իսկ պտույտը, անկյունային իմպուլսի պահպանումը, եղել է այն մեխանիզմը, որը թույլ է տվել այս ամենին տեղի ունենալ։ Առանց պտույտի աստղերը չէին ձևավորվի։ Առանց պտույտի մոլորակները չէին ստեղծվի։ Առանց պտույտի ատոմները չէին լինի կայուն։ Առանց պտույտի կյանքը չէր լինի հնարավոր։ Պտույտը ոչ թե պարզապես երևույթ է, որը մենք դիտում ենք։ Այն ուժն է, որը ստեղծել է մեզ։ Այն սկզբունքն է, որը թույլ է տվել տիեզերքին անցնել պարզից բարդ, անկազմակերպից կազմակերպված, անգիտակից գիտակից։ Բայց ահա վերջնական հարցը, որը մենք պետք է տանք ձեզ։ Ինչ է այս ամենը նշանակում։ Ինչ պետք է անենք այս գիտելիքով։ Մի պատասխան. պարզապես շարունակել ապրել։ Շարունակել սիրել, աշխատել, ստեղծել։ Գիտելիքը, որ դուք մաս եք տիեզերական բարի, չի փոխում ձեր ամենօրյա կյանքը։ Դուք դեռ պետք է արտանաք առավոտյան, գնաք աշխատանքի, հոգաք ձեր ընտանիքի մասին։ Բայց կա ավելի խորը պատասխան։ Այս գիտելիքը կարող է փոխել ձեր հեռանկարը։ Երբ դուք գիտեք, որ դուք կապված եք ամեն ինչի հետ, սկսած ատոմներից մինչև գալակտիկաներ, երբ դուք գիտեք, որ նույն սկզբունքները, որոնք կառավարում են աստղերի պտույտները, կառավարում են նաև ձեր բջիջների աշխատանքը, դուք սկսում եք տեսնել աշխարհը այլ կերպ։ Դուք սկսում եք տեսնել միասնությունն բազմազանության մեջ։ Դուք սկսում եք տեսնել օրինաչափությունները քաոսի մեջ։ Դուք սկսում եք տեսնել գեղեցկությունը բարդության մեջ։ Իսկ թերևս ամենակարևորը, դուք սկսում եք տեսնել ձեր տեղը տիեզերքում։ Ոչ թե որպես արտաքին դիտող, այլ որպես մասնակից։ Ոչ թե որպես պատահական դեպք, այլ որպես անհրաժեշտ արդյունք տիեզերքի էվոլյուցիայի։ Տիեզերքը 14 միլիարդ տարի էվոլյուցիայի է ենթարկվել ստեղծելու ձեզ։ Այն սկսվել է մեծ պայթյունից, տաք, խիտ, գրեթե միատեսակ։ Այն ընդլայնվել է, սառել է, ձևավորել է աստղեր եւ գալակտիկաներ։ Աստղերը ստեղծել են ծանր տարրերը։ Աստղերը պայթել են եւ ցրել են այս տարրերը տիեզերքում։ Այս տարրերից ձևավորվել են նոր աստղեր եւ մոլորակներ։ Մոլորակների վրա առաջացել է կյանքը։ Կյանքը էվոլյուցիայի է ենթարկվել միլիարդավոր տարիներ։ Իսկ վերջապես այս էվոլյուցիան ստեղծել է ձեզ։ Դուք չեք պատահական, դուք անհրաժեշտ եք, ժեշտ եք, դուք այն, ինչ տիեզերքը անում է։ Դուք տիեզերքի այն մասն եք, որը դարձել է բավականաչափ բարդ, հասկանալու ինքն իրեն։ Իսկ անկյունային իմպուլսի պահպանումը եղել է այն թելը, որը անցել է այս ամբողջ պատմության միջով։ Այն եղել է այն սկզբունքը, որը թույլ է տվել տիեզերքին ստեղծել կառուցվածքը, բարդությունը, ձեզ։ Այսպիսով, երբ դուք հաջորդ անգամ զգաք, որ պտտվում եք երկրի հետ, հիշեք, դուք ոչ թե պարզապես ուղևոր եք այս մոլորակի վրա։ Դուք կարող եք տիեզերական պարում, որը տևում է 14 միլիարդ տարի։ Դուք մասնակից եք այն ամենամեծ պատմության, որը երբևէ պատմվել է, տիեզերքի պատմության։ Իսկ պտույտը շարունակվում է։ Երկիրը կշարունակի պտտվել։ Արեգակը կշարունակի պտտվել գալակտիկայի միջով։ Գալակտիկաները չով կաները կշարունակի պտտվել եւ միաձուլվել։ Աստղերը կծնվեն եւ կմահանան։ Նոր մոլորակներ կձևավորվեն։ Թերևս նոր կյանք կառաջանա։ Իսկ ամբողջ այս ժամանակ անկյունային իմպուլսը կպահպանվի։ Այն կմնա այն հաստատունը փոփոխվող տիեզերքում։ Այն կմնա այն սկզբունքը, որը կապում է ամեն ինչը։ Թերևս միլիարդավոր տարիներ հետո, երբ մեր արեգակը մարվի եւ երկիրը դառնա անբնակելի, երբ մարդկությունը կամ անհետանա, կամ էվոլյուցիայի ենթարկվի ինչ-որ նոր ձևի, կլինեն այլ էակներ, այլ մոլորակների վրա, որոնք կնայեն իրենց երկինքը եւ կկարծեն նույն հարցերը։ Ինչու է ամեն ինչ պտտվում։ Ինչ է անկյունային իմպուլսը։ Ինչու է այն պահպանվում։ Իսկ եթե դրանք բավականաչափ խելացի են, եթե դրանք բավականաչափ հետաքրքրասեր են, դրանք կգտնեն նույն պատասխանները, որոնք մենք գտանք։ Դրանք կհասկանան, որ պտույտը ֆունդամենտալ է, որ անկյունային իմպուլսը պահպանվում է, որ սա հետևանք է տարածության սիմետրիայի։ Իսկ թերևս դրանք կգնան ավելի հեռու, քան մենք։ Թերևս դրանք կպատասխանեն հարցերին, որոնց մենք չենք կարող պատասխանել։ Թերևս դրանք կհասկանան, թե ինչ է տարածությունը իրականում, թե ինչու ունի այն պտուտային սիմետրիա, թե ինչ է իրականությունը խորագույն մակարդակում։ Կամ թերևս ոչ, թերևս որոշ հարցեր միշտ կմնան անպատասխան։
Թերևս տիեզերքը միշտ կպահպանի որոշ գաղտնիքներ, բայց սա լավ է։ Սա նշանակում է, որ միշտ կլինի ավելին սովորելու, միշտ կլինեն նոր հարցեր հարցնելու, միշտ կլինի նոր խորհուրդներ բացահայտելու։ Իսկ մինչ այդ մենք ունենք անկյունային իմպուլսի պահպանումը։ Մենք ունենք պտույտը, մենք ունենք այն գիտելիքը, որ ամեն ինչ կապված է, սկսած ամենափոքր քվանտային մասնիկից մինչև ամենամեծ գալակտիկան։ Իսկ դուք, այս պահին, այս վայրկյանին, դուք մաս եք այս ամենի։ Դուք պտտվում եք, դուք կապված եք, դուք տիեզերքի այն մասն եք, որը դարձել է գիտակից։ Այսպիսով, երբ դուք նայում եք գիշերային երկնքին, երբ դուք տեսնում եք աստղերը պտտվող իրենց անverջ պարում, հիշեք, դուք նայում եք ոչ թե ինչ-որ հեռավոր անմատչելի բան։ Դուք նայում եք ձեր տուն։ Դուք նայում եք ձեր ծակագումը, դուք նայում եք ձեր ապագան։ Իսկ պտույտը շարունակվում է, միշտ, անդադար, անverջ։ Սա է անկյունային իմպուլսի պահպանման իսկական նշանակությունը։ Սա է պտույտի իսկական նշանակությունը։ Սա է տիեզերքի իսկական նշանակությունը։ Ամեն ինչ պտտվում է, ամեն ինչ կապված է, ամեն ինչ մաս է մեկ մեծ տիեզերական պարի։ Իսկ դուք պարող եք։